Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, ձեր հեռուստաէկրանների առաջ Հայաստանի Հանրապետության ամենափնտրված չհանցագործ Վարդան Ղուկասյանն է, այսօր հունվարի 12-ն է, մարդ դարդով, որ ասում է մեր հարևան Զոյան, տառապեմ, սատկեմ, քրքրվեմ, փրթրթվեմ, թարախի մեջ ճպճպեմ, այսպես կոչված Հայաստանի Հանրապետության իշխանությունը և ընդդիմադիր դաշտը։ Մարդ, որի անունը, այսպես ասած, գիշեր-ցերեկ, այդ նույն թայֆի շուրթերից չի իջնում, ոչ միայն շուրթերից, այլև մտովի։ Իմ մոտ անգամ տպավորությունը, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլին էլ բան չեմ ասում, դա արդեն անցած է, այնի սամոսաբոյ, այն իմ դարդով այդքան չի բան մեռնում, ես արդեն զգում եմ, որովհետև քպական մամուլը այդքանից չանդրադարձավ, ինչ որ այս երկու ղախպի տղեկի հետ հավաքածուն, երևի այն դեմ մեկը բան չունի, կնիկ չունի, սիրածա, բաննա գրգն բարձը, մնացածը երևի անգամ քնելուց դոկ, այդ բառը անընդհատ հնչում է թե սրանց ուղեղում, թե սրտում, թե թոքի մեջ, թե լյարդի մեջ, թե շուրթերով, ինչևից է, ձեզ հետ հանրային ձայն է և ձեր խոնարհ ծառա Վարդան Ղուկասյան, մեր մշտական կազմով։ Գնացած հետեկած պարոն Աբազյան, ես այսօր չհասկացա ինչ է լավ Աբազ, հանին դրին, հանին, ինչ արին, հանին վերանշանակին, քաղաքաստիկ դրին, ինչ արին, ես մի պահ դաժե բան եղ ասում եմ նյուժելի, արգիշտը Աբազին ծծծրեց, կրեց, հետո որ տեսա վերանշանակում, սլավա Բոգու, փաստորեն էլ ինչ-որ մի բան իրանից ներկայացնում է։ Անդոյ, միակ հիմնակ ձեռնարկությունը, որ դուք երկուս եք։ Սասուն Խաչատրյան, Վայե Ղազարյան, Տհաճ մարդ, այսօր Աննա Վարդապետյանին չեմ կանչել, չնայած կարելի է կանչել, չէ, կարելի է կանչել, Ռուզիկ Զանգահարի Աննա Վարդապետյանին, Ասատիկին Վարդապետյան, պլանները փոխվել են, ժողովին ձեր ներկայությունը պարտադիր է։ Արգիշտ հոգևորական անհայր անձնավորությունը, Ազատ Բոզի տղեն և մենք ներս հրավիրենք երևի այսօրվա մեր հյուրերին, քանի որ Ռուզիկը հեռախոսով է խոսում, Քրիստիկ, գնադուրը բաց, Էտո ներսա կհրավիրենք, այսօրվա հյուրերը քիչ են, բայց թեման շատ է։ Մարտիրոսյան Վարդան, նույն ինքը Ռոժ, Սոցապ նախարար, ընկեր Մկրտչյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Հանրապետական զինկոմ, ինչպես նաև Սուրեն Պապիկյան, զինվորական դատախազը, Բրյուսովի ռեկտորը, ինչպես նաև Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետության թենիսի ֆեդերացիայի նախագահ թենիսիստներով, սա ստեղա, սա սենցա, մնացածը զանգելի, էկո, բարև ձեզ տիկին Վարդապետյան, խնդրում եմ նստեք, այդ աղայն անգնա, անցի նստի, թեյ, սուրճ, հյութ, ինչ եք կամենում, հյութ, ընկեր Աննային հյութ, իսկ ինչ հյութ, ծիրանի հյութ ունենք, ծիրանի հյութ, մնացածին ըստ ցանկության, խնդրեմ, մեր սիրուն աղջիկը ամեն ինչ հիմա կմատակարարի, տեսեք ինչպես սիրուն, պատկեր, զարդարված, պոտնոսը ձեռը, էտիկետի կանոններին ամբողջությամբ տիրապետ տմա, խնդրեմ, օգտվեք, ես բարի եմ։ Ուրեմն, մեզ մշտապես գրում են, Արցախից տեղահանված մեր հայրենակիցները,
Բացի նրանից, որ գրում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, նաև գրում են այն անձինք, ովքեր ընդամենը վերջերս դարել են պապա կամ մամա։ Ինչու՞մ է կայանում խնդիրը, ընկեր սոցապ նախարար։ Մարդիկ ունեցել են երեխա։ Երեխա ունենալու հետ կապված Հայաստանի Հանրապետությունը ունի օրենք, երեխան ծնվավ, փողը պիտի տաս։ Օրինակ Ռուսաստանում կա մատերինսկի կապիտալ, հիմա չգիտեմ, դա կա թե չկա, պիտի որ լինի, որ հա երկարասի մինչև 27 թիվը կա։ Երեխան ծնվում է, այդ անմիջապես սերտիֆիկատը ընտանիքը ստանում է, առանց քաշքշոցի, առանց ամեն ինչի, ստանում է, կարող օգտագործի հիպոթեք, միպոթեք, չգիտեմ, երեխայի համար, տուդա, մանր։ Ձեր տված գումարները ոչ մի կերպ համատեղելի չի այդ մատերինսկի կապիտալի հետ, որովհետև նրա տված թիվը եւ ձեր տված թիվը։ Բայց այդ 200,000-ը, 50,000-ը տեղել կայիս միշտ այդ գումարը անգամ չի փոխանցվում։ Մարդիկ գնում են ինչ-որ հայեկոնոմ բանկով արվում, կրզո։ Մարդիկ հլում գնում ասում են գումարն ուրա, բանկն ասում է սոցապը չի փոխանցել, գնում են սոցապն ասում է բանկը չի փոխանցել։ Այդ երեխան, որը որ ծնվում է, երեխան չի հասկանում, որ գիտես ինչ, կառավարությունում կա տավարիցավ սոցապ նախարար, որ ինքը ծնվել է այս պայդրությամբ մի շատ դժբախտ երկրում, որը կոչվում է Հայաստանի, դժբախտ երկրում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ երեխան չի հասկանում, որ նախկիներ եւ ներկաներ բոզի տղեկով ավիրել եք Հայաստանի Հանրապետություն։ Այդ երեխային պետքա սոսո, պամպերս, կատ եւ այլն։ Երեխան ծնվավ, դա ավտոմատ պիտի արդեն փոխանցվի ինգեր սոցապ նախարար։ Խնդիրը ինչու՞մն է, որ նորանոր պապաներ եւ մամաներ զանգահարում են, ասում են մեկ փողը չեն կարող ստանալ այ մարդ։ Գումարներն ուր են։ Ես իհարկե հարցը չտվեցի, այդ իմ թերությունն է, թե կոնկրետ որ սոցապներ, բայց ոնց հասկացա Երևան։ Դրան գումարած, այդ նույն բանը Արցախից տեղահանվածներն ասում են մենք այս 2 ամիսա, 3 ամիսա չենք ստանում մեր 50,000-ները։ Գլխավոր դատախազություն։ Ինչն է պատճառը, որ մարդիկ պետության կողմից դուրս գրված գումարները չեն ստանում, այդ նույն Արցախի փախստականները, այդ 50,000-ները եւ այլն։ Ոչ մի բան, այսինքն թղթի վրա գրված գումարը հատկացված, բայց գումարը տեղ չի հասնում։ Պատճառը ո՞րն է։ Իհարկե շատ լավ կլինի, որ սիրելի ծնողներ, սիրելի տանջված, տեղահանված մեր հայրենակիցներ, դուք դիմում եք ինձ, լավ եք անում, ես անկախ ես խառնաշփոթ իրավիճակի մեջ, խնդիրները բարձրաձայնում եմ շատ գրեհիկ տոնով, թիրախավորելով այսպես կոչված իշխանությանը։ Իսկ այն բոզիս տղեկը, որ օրինակ են նայրի հոխիկյան, ինչ էր ես, այն քրտնախաշ եղած բոզի տղուանուն ինչ էր, Դավիթ, Մկրչյան Դավիթ, սոսե նանե սոսե, այսօր մի հատ ինչ ագարկ են բանաղրգմի ինձ, ես էլ ասում եմ լավիտ բերանը դնեմ, կարթա դատատեխնիկա բանական փորձակնության պատասխան եմ գրգեմ նանե սոսեին, ասում եմ կարթա բոզի աղջիկ։ Ես ցանկանում եմ, որ դուք ձեր խնդիրները, ես ձեզ եւ ժամանակ եմ տրամադրում եւ խոսափող բարձրաձայնեք եթերով, որովհետեւ հիմա նույն ընկեր սոցապ նախարարը կասի, «Ատես ոչ չխո»։ Հասկանում եք, կոնկրետ որ քաղաքն է, որ սոցապն է, որ ստորաբաժանումն է, թե արցախցիներ, թե ծնված երեխաների մամաներ ու պապաներ, դուք կոմպլեքսավորվում եք ձեր խնդիրը բարձրաձայնելուց։ Ինչու՞։ Պատճառն ինչու՞մ է կայանում։ Ուրիշ լրատվամիջոցներ ձեզ խոսք կարող է չտան կամ խոսք տալու համար փողուզեն, չէ՞ որ այդ մարդիկ ինչ որ մի ձև այդ լրատվամիջոցը իր գոյությունը պիտի պահի, չէ՞, բացի գովազդից։ Ես ոչ գովազդ ունեմ, չկա։ Ոչ իմ գովազդը ռուզիկն է։ Մասերուն, ռուզիկն է, քրիստիկն է, էս եմ գովազդը։ Մենք ուրիշ բան չունենք գովազդելու։ Ոչ գովազդ ունեմ, ոչ էլ ես ձեր խոսքը եթեր միացնելու համար, իհարկե խելացի խոսքը, գումար ես դրա համար չեմ ուզում։
Երբ որ դուք դիմում եք ու երբ որ ես ձեզ առաջարկում եմ, եկեք համաձայնվեք եթերով խոսել, որպեսզի նույն սոցիալնախարարը գրի, արձանագրի, թե կոնկրետ որ քաղաքացու աշխատավարձը, ներողություն, երեխու փողը չեն տվել։ Թե չէ sense հիմա զանգում են, ես հիմա որ չհրապարակեի, պիտի ասեմ, նա ինչ անեմ։ Ու քաղաքացիների ժողովրդի հոգսերը, որը որ բարձրաձայնում է այս հարթակը եւ սրանով ծսցնելով այս իշխանությանը, մեկ մեր նպատակին հասնում ենք։ Սերժա ռոբիկական պորնիկա ծնունդների մոտ առաջանում է բարի նախանց։ Որովհետեւ իրանք Ատեղ նստած, այդտեղ։ Հիմա նույն Նայիրի Հոխիկյան եւ այդ էսբան բոզի տղեկի, որում քաղաքացին գնա դիմի ասի, ինձ իմ սոցապը չի տալım, երեխու փողը չեն տալım, դատախազը բոզի տղայա, էսի սենց, հարկի լիֆտը չի աշխատում եւ այլն կասին գիժ, էլի սիկտիր եղի։ Բայց այն մարդով այդ հարցերը լուծում է։ Այսենց պորնիկի ծնունդները ստատուս գրեն, բանանեն, էս անեն, տուդա սուդա, դոգ գրլեն, դոգի, ախր դոգը մի տրուսիկը մի օր հագնում, ինչ ասեմ, աղջի, դոգի ֆեկալ, խփի գուգլով նայի, պորնիկի ծնունդ, ֆեկալ մասայի չապ դու այդ երկրին օգուտ չես տվել, ոչ մասայի չապ, ոչ քաշի չապ։ Ինչքան էլ դոգի ցավով սատ կմեք, այդ էս դանդաղ պիտի սատկեք։ Եվ ես հորդորում եմ սրանից հետո նմանատիպ սոցիալական հարցերով դիմող անձինք խոսեն եթերով, այս խոսափողով։ Որովհետև կոնկրետ հնչելու է անուն ազգանուն, կոնկրետ սոցիալբաժին, կոնկրետ սոցիալբաժնի աշխատող, տարածքային մաս եւ այլն, որպեսզի մենք իմանանք տուալետ գնալուց, որ սոցիալի բաժնի պետի մամայի բենի մեջ են գնալու տուալետ։ Ես կարծեմ սխալ բան չեմ ասում։ Իսկ սոցիալ նախարար կոչվածին հորդորում եմ ուսումնասիրել նաև դատախազությանը, ինչն է պատճառը, որ ղարաբաղցիների փողերը տեղ չեն հասնում, ինչպես նաև բաների, ծնվածների, նորածինների։ Միգուցե ես ամենայն հավանականությամբ համոզված եմ, որ դաժե պետությունը տվել է, բայց հայ էկոնոմ բանկը կողել է ռասկրուտկի մեջ, գրզոն պիտի փող աշխատի, թե չէ։ Գագոն ուր է, գագո ինչ կանչինք, հլը մեզ զանգի ասա գագո արի, տղու հետ, մորացել է, ամենակարևոր հյուրն է գագոն էսօր, գագոին էինք մորացել, սա սպասում է, մյուսը, կապված ուսման վարձերի Բրյուսովի և մանկավարժականի վերամիավորման հետ։ Ներողություն։ Ուրեմն ես չգիտեմ հիմա ով է Բրյուսովի ռեկտորը, բայց ցանկացած բու, նամանավանդ պետական բու, ես գտնում եմ, եւ այդ օրենքը չգիտեմ կա թե չկա, իշքան գիտեմ կա, բայց բուհը չի պահում այդ օրենքը։ Ուսանողը ուսման վարձը պիտի կարողանա վճարել ուսման 1 տարվա ընթացքում։ Այսինքն սեպտեմբերի 1-ից մինչև այդ տարվա վերջ, ուսումնական տարվա վերջ։ Բայց շատ ու շատ բուհեր ուսումնական տարին դեռ չսկսված հաշվապաներին հանում գցում են լսարանից լսարան, ասում են գնացեք ուսման վարձերը քերեք։ Չեմ կարողանում հասկանալ։ Ուսանողն էլ որ չի կարողանում ամբողջական ուսման վարձը տալ, կոնկրետ Բրյուսով, սկսում են քննությունները չնշանակել։ Մարդը քննությունը ազնվում է, բայց չեն նշանակում, ասում են եկե դնենք, երբ որ փողը բերես 10։ Սա բոզի տղություն է։ Դա լինի Բրյուսովը, դա լինի, չգիտեմ, ֆիզկուլտ, դա լինի պետական համալսարան։ Ուսանողը պիտի ունենա հնարավորություն վարձը մարել ուսման 1 տարվա ընթացքում։ Ոչ թե ուսումնական տարվա հենց սկզբից։ Ուսանողն է վաղը մեռավ, այդ փողը ինչ ալնելու։ Հարց։ Այսինքն սա այս կետի կոնկրետ հսկողությունը դրվելու է Վարդան Ղուկասյանի իշխանության դեպքում կոնկրետ կրթության գիտության նախարարության վզին։
որ ոչ մի բու իրավունք չունի ուսանողից տարվա սկզբից պահանջել ամբողջ տարվա ուսման վարձը։ Սա մեկ։ Երկրորդ։ Բրյուսով եւ մանկավարժականները միացնում են իրար։ Այսինքն իշխանությունը իր բոզի տղությունը միևնույնն է անմա։ Բրյուսովի ռեկտորին Դուբլին, բերին մի հատ խերը գլուխ, հիմա միացնում են իրար։ Ես չգիտեմ Բրյուսովի պրոֆեսորա դասախոսական կազմը, Բրյուսովի ուսանողությունը պատրաստական է պահպանելու իր բուհը թե ոչ, որովհետև հիմա էլ բան չկտան, հիմա էլ կպան բուհերն են ծախրտան։ Սկզբից կմիացնեն իրար, հետո միացած բույնը կանեն սիկտիր կանեն, եթե իհարկե մինչև այդ մնան ուսումնական գարադոկ։ Իհարկե ես արդեն հայտարարել եմ, որ ուսումնական գարադոկը ուսանողական քաղաք, որ ուզում են ստեղծեն, այդ process-ը ես վիժեցնելու եմ իշխանության գալու դեպքում։ Եվ այդ ինչ ուզում է թող դառնա, բնակ թաղամաս կդառնա թե ինչ, բոլոր բուհերը մնում են Երևանում։ Բոլոր այն բիզնեսմենները, ովքեր իրենց ատամները սրած, սպասում են Բրյուսովը, Զավթեն, չգիտեմ որ մի բուհը Զավթեն, կախված իրավիճակից, հիմիկվանից, են որ ասում եմ, հիմիկվանից ասում եմ, որ դու չասեն, ենք խաբար չենք, հիմիկվանից ասում եմ, նայած երբ կգա Վարդան Ղուկասյանի իշխանությունը, այս պայից զգուշացնում եմ, լուբոյ բուհ, որը որ դուք վերցրել եք, ուզում եմ $1 միլիարդ ծախսարած լնեք վրեն, այդ են սիրուն ծախսով հետա վերադառնալու, այն ուսանողներին, ինչին որ այդ եղել է ի սկզբանե 30-ական թվականներից բռնած, Ստալինը ձեր մամային ծսցնի։ Այսինքն կեթակ եվրոպական դատարան խերից ուր ուզում նախ մի հատ կդատվեք, կապ չունի, բարեխիղճ գնորդ ես, ինչ ես, ինձի ոնց էր ասում կաչը, կասայցա չի անեմ։ Այդտենց նստեցնելու եմ իմ դեմը, այդ նույն գնորդին, ով պատրաստում է դանը առնի, Բրյուսովը, պիտի ասեմ բոզի տղա, ես հունվարի 12-ին հայտարարել եմ, չէ, հələ որ ոչ ինչ բու առակ, միևնույնն է հետա դառնալու, նորից դառնալու է, ոչ որ սովետի վաղ տեղել է, Սայուզ ներուշեբի, հետ են բերելու։ Ուսանողները վերադառնա, այդ ձեր սիրուն սարքած հյուրանոցը դառնալու է գույքնել, գույքով, սա պրանգրավելու է։ Ու ասելու եմ, ես քեզ զգուշացել եմ, չէ, ղախպի տղա, մի առել ես, լավ ես արել, կգրես գումարը որտեղից, ում ինչքան կաշառքես տվե, բուհը, այդ շենքա հյուրանոցա մոթելայինչը պետականացվում է, ումը տվել ես ենի դադվում է, ու որ տվել ես դուվել ես դադվում, բարի ճանապարհ։ Ու այս դատական համակարգը չի լինելու սենց, էլի առաջացան, երկրորդացան, երրորդացան, դատախազ պետք չէ ԽՊՄ կնամ ես։ Պարզա, հիմիկվանից ես զգուշացնում եմ։ Այ որ տեն շարքը գրված ղզղնել եք, ընկել եք հիմա էլ բուհերի հետևից, շենքերի ավելի շուտ։ Ձեր մուրազները ձեր փորն էլ մնալու։ ԿՊ-ի կյանք կոչվածը ու այս նախկին բոզի տղեկի խիստ սահմանափակ է։ 24-25 թիվ, վերջ, ինչքան էլ որ հիմա գազազե ընգել են Վարդան Ղուկասյանի հետևից, լրատվամիջոցը բացում ես դոգը, ու բոլորը գրում են, թե դոգը չկա, դոգը հանրային ձայնում չի, և ալը մենք հեսա իրավաբանի բաներ կլսենք, ոչմ, կարծիք էլ մասնագետի, շտոյի կակ։ Հիմիկվանից ես զգուշացնում եմ, իսկ սիրել է այդ ուսանողներին հորդորում, եթե իրենք ցանկանում են պայել իրենց բուհը կամ թույլ չտալ միտինգներով եւ այլն, իսկ եթե ոչ միտինգներով, ուրեմն դուք իմացեք, որ ձեզ միակ փրկիչը, ձեզ այդ շենք հետ բերողը եւ առհասարակ ուսանողներին իրենց շենքերի մեջ պահողը եւ առհասարակ տարեկետում հետ բերողը եւ առհասարակ ուսման վարձի հետ կապված ոչ մեկ իրավունք չունի ձեզ խեղտի, որ ուսման վարձ դու պիտի տաս, հանդիսանում է միայն ու միայն այս մարդը։ Վարդան, ել չեմ ասում հանրային ձայն կուսակցություն, այս մարդը Ես ատվիչայեմ առայժմ մենակ իմ փոխարեն։ Այս մարդը այս եթերը կտրեք պահեք։ Ու եթե որևիցե մեկը կլինի կասի, որ ինքը սենց դեստեն եւ այլն, այս նույնս նախկիներից, դու բոյ նախկին բոզի տղու պիտի ասես քֆուրկեր, որ դու Սերժին դատելու ես կամ Ռոբի։ Հենց իմաստե բոզի տղու քֆուրկեր։ Դենամ կուտի։ Հիմա ոնց որ գազազե եւ ընկել են թենիսի կորտերի հետևից։ Ասում է պիտի վերականգնենք։ Ինչ ես վերականգնեմ։ Քո պապանասկի ցրտված չէ թենիսի կորտերը կար, Սիսի Գանդոն։ Ինչն ես վերականգնեմ։ Իմիջալոց թենիսի կորտերով։ Մի րոպե։ Ինձ ուղարկել է մի հատ հետաքրքիր դոկումենտ։
Так. Ուրամ։ Ստեղա կարծեմ այդ փաստաթուղթը ինձ ուղարկել են։ Տեղեկանք։ Հա, հեսա։ Ես այս տեղեկանքը կդնեմ Telegram։ Տեղեկանք, նոր նախագծի, այսինքն այդ թենիսի կորտերի, այդ բան այգու, նոր նախագծի ներկայացնող ընկերությունն է Green Rock Management SPA։ Սրա համարներն եւ այլն գրանցման հասցե Հայաստան, Երևան, Կենտրոն, Եզնիկ, Կողբացի փողոց 36/3 բնակարան 15-րդ հարկ 0002, այսինքն էսա ուզում քանդի բլի ավիրի։ Հիմնադիր է հանդիսանում Մարիետա Գևորգյանը, որի վերաբերյալ տեղեկատվությունը առկա է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական պորտալում եւ ընկերության կայք էջում։ Համաձայն նույն կայք էջի Մարիետա Գևորգյանը հանդիսանում է Էվոկաբանկ, ես ինչ բանկա չգիտեմ, Էվոկաբանկ ՓԲ-ի 100% բաժնեմասի սեփականատերը։ Ես ասեմ, սա այն անձն է, ով ուզում է տարածքը առնի։ Դե բնականաբար դոլարնի կտվել են Սիսին, Սիսն էլ ծախում է սրան։ Բացի այդ, համաձայն ընկերության կայքեջում առկա է տեղեկատվություն, ընկերությունում են աշխատում այնպիսի անձինք, որոնք ներառված են եղել Էվոբանկ ՓԲ տնօրենների խորհրդի կազմում, օրինակ Ֆելիքս Դիլանյան ընկերության փոխտնօրենն է, իսկ Վարազդատ Ներսիսյանը ընկերության տնօրենն է։ Հատկանշական է, որ սույն ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը ուշադիր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի կինն է։ Վանանե Արաքսյանը, հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արաքսյանի աղջիկն է։ Բաբկեն Արաքսյանն էլ վերջերս սատկավ։ Բաբկեն Արաքսյանի փեսեն էլ կենտրոնական բանկի նախագահն է։ Այսինքն հիմա հասկացան մեր թենիսիստները, թե ով է ուզում ձեռքցի թենիսի կորտերը։ Ես այս թուղթ տեսա կդնեմ մեր բանը Telegram, որպեսզի մեր թենիսիստները կարողանան կարդալ, հասկանալ, ուսումնասիրել, թե որտեղից է գյուքա էտա կամին։ Դե չթողում ես ինչ-որ նորից էլի նախկին, ներկա, նախկին եւ այլն։ Խնդրեմ, սիրելի ժողովուրդ, ընկեր թենիսիստներ, ֆեդերացիա եւ այլն, մտեք նայքի միջալոց, ես ինքս նորից եմ կրկնում, որ կատեգորիկ դեմ եմ թենիսի կորտերի վրից ինչ-որ մի հատ բան պոկել, գցել, քանդել, ինչ-որ բան վերականգնել եւ այլն։ Եթե հայտարարում եմ բանը պաշտոնապես եւ թենիսիստների կողքին եմ։ Մյուս թեման հերթով գանք։ Այսօր բանով այդ առավոտվանից ամբողջ համացանցով պատտվում է տեղեկատվություն, որ դեմից խուլիգանական գործողություններ է կատարել ՀՀ ազգային հերոս գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, կրակոցներ, մրակոցներ, հետո ձերբակալին, բերին, կայնասրին, ձեռները հետևը դրած, չխկլը նկարում են, զենքը դեմը դրած, փաստաբանն էլ ասում է ինքը սուրբ է, ինքը կապ չունի։ Ինձ չի տալքրում ոչ Տիրան Խաչատրյանը, ոչ այդ գեներալ, մեներալ, դեմքին նայում ես ոնց որ բոսյակ։ Ինձ հետաքրքիր է մենակ մի հատ բան։ Պատերազմը պարտված կենթանի մնացած անձը ոնց է դառնում ազգային հերոս։ Ինչի հիման վրա է Հայաստանի Հանրապետության բոզի տղա կառավարությունը Տիրան Խաչատրյանին տվել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս բարձր կոչումը։ Ոչ զոհվելա, ոչ իր կյանքով, չգիտեմ ինչա գմփսրել, ոչ մի հատ հաջող մարտական գործողություն է իրականացրել, որով Ադրբեջանն եղել է բիզիմդիր։ Ինչի հիման վրա եք դուք մի հատ բոսյակի,
որը որ անհայտ է թե ոնց է դարե դաժե գեներալ մայոր գլխավոր շտաբի տեղակալ, վեկալել եւ շնորհել ազգային հերոս բարձր տիտղոսը։ Լավ, գոնե մնացել է մի բնակավար, որ այս բոզիս տղեկը չպղծեն։ Իհարկե ոչ։ Ազգային հերոս նման պաֆասկու պիտի ունենա, ազգային հերոսին պիտի կակոյնի բույց միլիցիա Արտակ Գալստյանի ականջը կանչի, միլիցիա թևից բռնի կամ վզից բռնի կողի մեքենան, այդ միլիցիայի աշխատողը գիտի դեշեկան կապևեդեն ինչա, չգիտի, դուք ինչ կա մի բան, որ դուք չպղծեցիք, այ բոզի տղեք, ինչ խերիս ազգային հերոս, սա ով է, սա Վազգեն Առաջինն է, սա Մոթե Մելքոնյանն է, սա Վազգեն Սարգսյանն է, սա Վիցե Այվազյանն է, Ռիշկովն է, Վիկտոր Համբարձումյանը, սա ով է այս բոսյակը, որ տվել եք ազգային հերոս, մի հատ էլ բերեմ միլից ցույց են տալեմ, ոնց են կզծնեմ ազգային հերոսին, կայնեմ նկարեմ, որ տեսեք բոսյակա ազգային հերոսը զենքան է խուլիգանություն արել, կրակել է մնշոր մամնական վնասվածքով էլ մարդկանց վեկալ է տարել են, փաստաբանել ասում է սուտ է, ատենց բան չկա։ Ես մի բնակավար չկա, որ այս բոզի տղեկը պղծած չլնեն, մի բնակավար, ինչ խերիս ազգային հերոս, Ոտը ձերը, գլուխը ձերը, մամինը տեղը, սաղ տեղը, Ղարաբաղը կորցել ենք, 5000 հոգի լցել ենք հողի տակ, 10,000 սարքել ենք հաշվանդամ, Ադրբեջանը դե ղզղզածը, Էրիկի մոտ, օբյեկտում էլ կայֆավատ տալնեմ, բոզի տղեն ու կոչում է ազգային հերոս։ Մի հատ էլ գեներալ մայոր։ Ինչ խերես ազգային հերոս։ Ճապոնացիք, այս չեմ ասում, պետական գործիչ և քաղաքական գործիչ։ Ճապոնիան 45 թվին Հիրոսիմա Նագասակիից հետո որ ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիրը, լրիվ ստորագրողները գնացին իրանքյան ծարին խառակիրի։ Լրիվ կառավարություն, բնդեղ չգիտեմ, ակայազնով, լրիվ խառակիրի արինյաց, որտեղ անհանդուրժելի էր։ Դրանից հետո ապրելը։ Սրանք 24 ժամում Արցախը հանձնին, եկել են Հայաստան կայֆավատենալնամ զենքերով, մենքերով, բանտիկներով, $1.5 միլիարդ սպառազանություն տվին Ադրբեջանին, այդքանից հետո եկել են օբյեկտներով տժում են, մժում են, բանեն անում, էլ մի հատ էլ կոչում են ազգային հերոս։ Ինչ խերիս ազգային հերոս։ Ով է այս կոչումն ես բոզի տղուն տվե։ Լավ էլի, լավ, ամեն ինչ սեպտեմբերի 21 պղծին, մայիսի 9 պղծին, հունվարի 28 պղծին, ոչ մի տոն չեն թողել, ամբողջ կալենդարի, մորը ծծրել են։ Ով ասա։ Մարշալ Բաղրամյաններ, Խուզյակովնա, Բաբաջանյաննա, ով ա։ Ժուկովնա։ Մարշալ են տայք պրծնեիք, բա ազգային հերոսին կզսրած միլիցեն տանեմ, կամ ազգային հերոսը պիտի գնա Էրիկի մոտ ռեստորանում հանեմ կրակը, լագը, Նիկոլ կնկատել դու ազգային հերոս, կնիկատել է գնաց հմտ է, նույն բան արել է, ես նույն բան արել է, կնիկատ, բունքերներից դուր չեք է, խիչ ես տալեմ ազգային հերոս, Գագո, եկավ, հլը մե գլուխը կաղ ճոճում, անընդհատ ճոճում, անցի նստի Գագո, բիջը դուրամ, են եկավ, արի, դու էլ անցի, պապայի բալամ, դու էլ անցի նստի, Գագոյի դեմը մենակ ջուր ես դնեմ, քրիստիկ, ուրիշ ոչինչ, կանադարվակ, դու պատրաստվի, Ընտրեմ, ասում է չեն թողել ոչ մի սրբություն, կատեգորիկ, են
Ստեփանավանի քաղաքապետային չէ, բոզի տղեն, այն էլ դանակով հարցակվել է քաղաքացու վրան։ Վիզը պրտել է։ Ես չեմ կարող հասկանամ, էս ինչ կադրեր են էլի։ Էս ինչ կադրեր են։ Պարքև ավաճանա որ բաժանում են մեքենայը որ առնում են եւ այլն, այն օրներ ես իմանում եմ որ Մեղրի քաղաքում էլ դիալիզի ապարատ չկա։ Ինքեր առողջապահության նախարար Ագարկա, որ ասում ես այո դեղերը մեր մոտ ավելի թանկ են, քան Վրաստանում։ Ինչու։ Դիալիզի ապարատը սկսում է, չգիտեմ, 1000 քանի դոլարից մինչև $50,000 կա։ Ցելի քաղաք դիալիզի ապարատ ունի հասարակ դիալիզի համար։ Մեղրի ժողովուրդը գնում հասնում են Ղափան։ 70 կիլոմետր պերևալներով հելի, 70 կիլոմետր պերևալներով իջի։ Էմերավ այդ բանը թիվանդը, բանից հետո դիալիզից հետո։ Ամեն մի քաղաք, պարտա յուրաքանչյուր քաղաք, ով ունի 10,000, 5,000 ազգաբնակություն, դաժե գեղանման պիտի ունենա դիալիզի ապարատ։ Մտած ինձ հետաքել է գինը տենամ, ինչ արժե։ Նայեմ տենում եմ $2,000, $3,000, $9,000, մինչև $50,000, լավ սա ծախսա։ $300,000 պետությունից դուրս է եկել, սա Հայաստանի քաղաքները ունենում էին դիալիզի ապարատ, 6 միլիոն տվել եք Snoop Dogg-ին։ Ոտեցել չկա։ Զինվորը սարի գլխին մնում է տրուբի մեջ, ձուն մակրող տեխնիկա չկա, որ ճամփեն ազատի մարդիկ հլեն իշնեն։ Իրանք 6 միլիոն տվեցին Snoop Dogg-ին, որ գանի ֆիդամպա, ֆուդումֆա, ֆակյումադը, ֆակյու եւ այլն։ Գագո դու գիտես ինչա նշանակում ֆակյումադը։ Ինչի։ Դու դպրոցում անգլերեն չես անցել, Գագո։ Ռուզիկ կպարապես Գագոյի հետ անգլերեն, բայց նենորմատիվնայա լեքսիկա թեմայով։ Ես վստահ եմ ինքը էտել չգիտի ինչա նշանակում նենորմատիվնայա լեքսիկա։ Խնդրում եմ քեզ։ Գագոն սիրում է պարամունք, բայց անպայման պահում ես դիստանցիա։ Մինիմում 6 մետր։ Դու սեղանի ընծերը, Գագոն ընծերը։ Գագոյի հետ 1 մետրի շփումը վտանգավոր է կյանքի եւ առողջության համար, իքական սերի դեպքում։ Իհարկե սերանմուշեղիչը պրոթեզը կկողի Գագոյի ոռը, եթե խիստ տղամարդ լինի, բայց ամենայն դեպս դիստանցիան պախա, քրիստիկն է թոկողը տնի, որովհետև որ պահին Գագոն փորձի քեզի մոտիկա, քրիստիկը վեկալամա էսկալա կոլչիկը, ծնգլստմա Գագոն նայմա քրիստիկին, քրիստիկը բացմա երկու ազդրերը, յուբկեն վերև ու ասմա տես, Գագոն է տեսարանը տենմա, ստոպ կադր, ու նորից հետադարը նստամա տեղը, են ոնց որ շները հարցակում են, բանա չէ, սենց պզստում ես վրեն, բանա հատուկ, բանա թողում, ռադիո ալիք, շունը վազգանական փախում այդ ես Գագոն վախմա քրիստիկի փմբուկից, որովհետև ընդեղ պուխ, Գագոն պուխից հուչ տալնը, հիշի էտի, քրիստիկը անպայման նստմա մեջտեղը, բայց ընեց որ Գագո հեզ բացի, Գագոն տենա, ու անպայման, Գագո, ու վերջ, գելման դրություն, ամեն մի քաղաքին մի հատ դիալիզի ապարատ պիտի տվեցվի, կամ մինիմում մի հատ, չկա գոյություն չունի։ Սյունիքի մարզպետը հուսով եմ ինձ լսում է։ Սյունիքի մարզպետ, դիալիզի ապարատը թանկաճույք չի։ Ես ժամանակ եմ տալիս Սյունիքի մարզպետին լուծելու Մեղրի եւ մնացած մյուս քաղաքները, Մեղրինա, Սիսիան, այսինքն այն քաղաքները, որոնք բացի, ես գիտեմ որ Ղափանը ունի, Գորիսը չգիտեմ, բոլոր այդ քաղաքները ունենան դիալիզի ապարատ։ Մինչև փետրվարի կես ժամանակ։ Ես խնդրում եմ, որպեսզի Մեղրի ժողովուրդը ինձ հիշեցնեն, մինչև փետրվարի կես իրանք դիալիզի ապարատ ստացան, թե չստացան։ Եթե չէ, Սյունիքի մարզպետարանը, մարզպետը թող ինձանից չնեղանա։
Առողջապահության նախարարություն գոյություն չունի։ Քաջար մոլիբդեն քաջարան կատե վզին դնում ես առն բերեմ սաղի տալամա։ Ձևն էլ ասեցի։ Էս ինչ անգամ։ Ինչ կա գագո։ Մեր աուդիտորիան իմ շնորհիվ ավելի լավ է ճանաչել այդպիսի մի բանակի կադր, ինչպիսին էր Մարտիրոսյան Վարդանը, նույն ինքը Ռոժը։ Ռոժին ես ճանաչել եմ վաղուց։ Ռոժը անցել է իմ թեթև ձեռքի տակով։ Ինքը նախասեմ ով է Ռոժը։ Ռոժը դասվում է Խաչատուրովի 12 առաքյալների շարքում են, 12 եղբայրներ կային։ Խաչատուրով Գրիշի քիփը։ Ռոժը այն անձնավորությունը, ով լինելով Արարատի Վազգեն Սաքսենյան զորամասի կամբատ, մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն սովորելու զինվորական ակադեմիա, զինվորների, սերժանտների, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի եւ բանկային վարկերի հաշվին 2010 թվական տոլի 11 երկնային գրասենյակը թողինցների այս ժամանակ Վարդան Ղուկասյանը ռազմական ոստիկանությունում էր 10 Վարդան Ղուկասյանը գնաց դրա հետքերով ռազմականի իմ սիրելի կոլեկտիվով 33 պայմանագրային զինծառայողի Ռոժը ծස්සրել էր, կողել էր բանկ, օվերդրաֆտ կար։ Մարդը 500,000 դրամ, 400,000 դրամ վերցրել էր, դրել էր ջեբը, գումարտակի աշխատավարձերը հավքել էր, գնացել էր սովորելու։ Վարդան Ղուկասյանը վայիս եղավ այդ սովորելուն եւ համատեղ ռազմական ոստիկանության վերնախավի հետ ետ բերվեց սովորելու վայրից ու գնաց մեկուսարան։ Ազատություն ռադիոկայան անդրադարձավ դրան, իհարկե բանը ինֆորմացիան տվել է ես։ Դրանից հետո մենք մեր թայֆով այսպես կոչված տեղափոխվեցինք։ Բանը Խաչատուրով Գրիշը հեռացվեց բանակից դրա պատճառով, բանակը թալանելու։ Մենք տեղափոխվեցինք MVD, Գրիշը սետ եկավ, Ռոժը նույնպես։ Վերջերս Ռոժը զբաղեցնում էր իրային ՊՆ-ի իրային զորամասի, իրային բազայի Վեշևոյի հրամանատարի պաշտոնը։ Ծսր է, թալան է, մոր մշերար է, բանակի Վեշևոն։ Ռոժը կրանավորվել էր։ Բայց ահա, սուսուփուս, ոչ մի լրատվամիջոց դրա մասին չգիտես քիչ չի գրել։ Ռոժը արդեն տևական ժամանակ է, մի քանի շաբաթ, ինչ գտնվում է ազատության մեջ։ Այսինքն մարդ, ով թալաներա, կեղեքերա, ծսրերա բանակը, հիմա մարսերա եւ հիմա գտնվում է ազատության մեջ։ Առքես արդարա դատություն։ Այն բարդ ես հիանում եմ, ես դատախազության, զինվորական դատախազության դատարաններով ես որ ասում եմ, я восхищен։ Դուք նայում եք, որ ոչ մեկ չի դատվում։ Կատեգորիկ։ Նամանավանդ այն անձինք, ովքեր որ պուպուլ են նախկինների հետ, ասում եմ, չէ, Ռոժը Խաչատուրով Գրիշի հետ կոլխոզի եզի ձախ ձուն, այն որ գրում էին, ինչ էին գրել, սպարապետ։ Սպարապետին կալանավորել են, սպարապետին դատում են, ձերբակալում են, քախ հալացյալ։ Գրում եմ ամուլը։ Այդ նույն ռոբասերժական։ Ու մեկը չկա, դաժե, ես բոզի տղա կպայի մեջ, ասի հլը մի հլարից տեղել է, ինգեզ լատվա միջոց, հլարի գյալ բուրախ, հլապարակ թերդ, 168 ժամ, հլ մի տարիլ է։ Բերեն նստսնեն հմեք, ունակ ես նեսքան էի, այդ խմբագրին, ով որ ասում էր, բանը, սպարապետ, Ֆետ մարշալ, Խաչատուրովի տողը կախալացալ, կբերեք դնեի հմեք, Ես կոմը կպերեք դնե զինվորական դատախազին, մի հատ էլ ինչ են բանը, բուղյանը, կալաբոկի, Պետրոսին կդնեի մեջտեղը, կասե հիմա զինվորական դատախազություն, ցույց տուր հանրությանը, դե ինչի համար է Խաչատուրովի ետիմը հայտնվել ճաղերի հետևում, ցույց տուր, հանելու է ցույց տալիս թուղթ, ասես Արարատի Վազգեն Սարգսյանի զորամասը բանկում գրավադրելու, այսինքն սեփականաշնորելու եւ գրավադրելու համար։
Իհարկե, ումից դուրս եկավ է տեղեկությունը, այս մարդուց։ Վարդան Ղուկասյան։ Հիշում եք։ Դրինք վավսե կալակալա, ծնգսրինք, հարուցին, դզին, փչին, տուդասուդա, հիմա իհարկե այդ զորամասը հետ է վերադարձվել պետությանը։ Դե ոչ մեկ չի գերեմ, որ բանը Խաչատուրովի տունուտեղը ծսրեց այս մարդը։ Բացահայտեց, ասեց, տարներ առաջ, հանեց, Արարատի զորամաս, բանը Եռաբլուրի հողերը, որով որ Նիկոլը բարձր ելույթ ունենը, եւ այլն։ Չէ՞, բանը Լևոն Քոչարյանը հաթաթատալը, Գանդոն, այդ ինֆոն որտեղից։ Չեն գրեմ, մաքսիմալ համացանցում լուրեր տարածվեցին։ Ով տարածեց, ինչ արեց, բայց մի հատ բոզի տղա, բերթու մի հատ բանա գրը, վեկալում սաղ տարածում են։ Ու ոչ մեկ չասեմ, ուրա կա մի հատ փաստաթուղթ, որ Վարդան Ղուկասյանը ալևս կապ չունի հանրային ձայնի հետ։ Կա, չկա։ Ուրա, դոկումենտ, փաստաթուղթ, լրատվամիջոց էս թուղթը մի հատ տես, որ մի հատ իրավաբանի դեմը դիժ, ասա էս թուղթը իրավական ուժ ունի։ Պատավոր նախագահ ամեն ինչից զրկվում են, համագումարով ընտրվել են, համագումարով էլ սիկտր են ըլլում։ Սահմանադրություն կա, բան կա, կետ կա, 18 հոդվածա, 8 հոդվածա եւ այլն։ Ոսո գլխավոր դատախազի նշանակում է պարլամենտը, հանում է պարլամենտը։ Նույն ձևել, դե որ ասում օրինական կողմը պահում ենք։ Անցել է համագումարով, դուրս գալի համագումարով, ոչ թե մարդ կնիկ տղա երեխա նստեն Կուխնին գրեն ջնջեն, մի հատ էլ բան գրեն ստատուս, ու սաղ սերժական մամուլը տպի ասին, դոգով Ադրբեջանի ագրեսիայի ուշադրությունն են շեղում ժողովրդից։ Նիկոլի պրոյեկտն, ատո Նիկոլի մորն էլ ծսցնեմ, ատենց բան գրողի մորն էլ ծսցնեմ, ատենց բան ասողի մորն էլ ծսցնեմ, տպողի մորն էլ ծսցնեմ։ Էդու տպողներին են TV 5 են քյոր յաբու ագարկ են որ կարդամա մեկ ասի թուղթը տեսել ես աղջիկ ջան կա հիմա էսիա վեկալը տպմա ազգային հեբանա սպարապետ բերես դնես այդ լրագրողին ըտե ասես զինվորական դատախազ հարցը դուր զինվորական դատախազ հանի ասի ինքել լրատվամիջոց մարդը զորամասը չաստը Առելա Ռոբերտ Քոչարյանը ստորագրել տվել է սրանց։ Սրանք էլ վեկալ է տարե դրել են բանկ, գրավադրել են, բանկից փողն էլ առել են, գնացել են գյոթի կամ բոզի։ Չաստը սպարապետի անվան զորամասը։ Սրա քաղաքական բանտարկալ կամ քաղ հալածալը որն է այքո լրատվամիջոց ասողի մորը ծցնեմ ես։ Դե հիմա պատասխանի հմեկի եթերով ժողովրդին։ Վեկան է, այսինքն մաքսիմալ մարդը չաստը ծախ է կերելա, ասում ազգի հերոս, կամանդուշի, սպարապետ մարդը կախալացալ։ Անդրանիկ Արմանդարյանի նման պեչատ չի սարքե, որ ասես, ինչ արես մա, զորամասը, դրև, ռասկոլա չի տեն արել։ Այսինքն այդ զորամասի վրի շենք, շինություններ, ինչ կա չկա, բանկի սեփականությունն է, բանկը կուզենա գա կասել մա ծաղը տեղը, մա սիկտր եղեք։ Ված կարամ են վրցնում են, ված կարամ են, ու ես միամիտ ժողովրդի մեջ մարդիկա, որոնք որ չկա, բրոն, ասում հա, Խաչատուրովը, Զորավարով, հիմա նույնն ես Ռոժը, նորից Սերժի կապերն օգտագործելով դատարանը փոխում է խափամը միջոցմա գնա ֆրֆրա, ծսրել ես բանակի մորը, լավ ես հարը, մի հատ եկը ծսցանես։ Զինվորի հակուստը, զինվորի մայկատրուսիկը, զինվորի նասկին, զինվորի բուշլաթը ծախած բոզի տղեն գտնվում է ազատության մեջ։ Մարտիրոսյան Վարդան։ Հարց։ Ու այս ֆոնի վրա ինչքան ղախպի տղական նորից քսի դոգի վրեն։ Իսկ Какой нибудь հիմա մի հատ պեչատ սարքող 8 ամիսը բերթն փդմո։ Էդ էլ ինտերնետ պեչատ որ գելա բոզի տղա իրանց ասելով։ Առքես արդարադատություն, առքես նախկին ասում եմ զինվորի բուշլատնա ծախե։ Այդ զինվորը այդ բուշլատը չի ստացե, ցրտահարվ է թոքաբոր բանգե։
Զինվորի մայկատ ռուսիկնա ծախ է, այսինքն հանցագործություններ կա, մտնես բնակարան թալանես, մի հատ մեծա հարուստի, դատախազի, դատավորի, առնես դոլարնիքը գնաս ուրիշ բանա, մտնես զոհված զինվորի տուն, որտեղ այդ մի մայրն է ապրում, սաղ մեռել են, այդ տան վերջի հոգապահուս 20,000 դրամը վեկալես փախնես, ուրիշ բանա, հանցագործությունը եւս ունի բարոյական կողմ, ում տնից ես տարե, ոնց ես տարե, ապե, հասկանում եք, Երևան քաղաքի ծաղիկապատումից կամ աղբահանությունից կամ չգիտեմ ինչ ասեմ, պաբելկա քսելուց լափես այլ հարցա, բայց զինվորի բուշլատ, զինվորի հագուստ ֆորմա գողանաս, տանես, ծախես, լրիվ այլ հարցա, հանցագործություն օրենքը պիտի ունենա բարոյական կողմն է, որը ցավոք սրտի օրենքը որ տպած է, տառը չի հասկանում բարոյական նորմերը, ու այս մարդը շրջում է ժողովրդի մեջ, նստած փորը դրած սեղանին, խփեք ինձ այդ ռոժի դեմքը նայում ես ընկնավորում ես, զզվանքդ գա փորը հանած գցած սեղանին, բաժակաճառա խմը, հայրենիքից է խոսում, դոգա գրլեմ, ինքն էլ ասում է ես լավ տղա եմ, դոգը բոզա, ես լավ, այսպես թեմաներ, հասկանում եք, ոնց մեկը չասեմ, մորը ծածանեմ, դոգը զինվորի բուշլատ, մայկատ, ռուսիկ, նասկի, սապոն, ծախ է կերել, լավ, դոգը բրնող է եղել, քո նման է ոչ թե պիտի բրնել, ծածանել, Այսպիսին է արդարադատություն կոչվածը։ Նույն էլ Աշոտյանի վերում, Աշոտյանի տունը նայում ես, Արան ասում է, քախ բանտարկյալ։ Բժշկական համալսարանի մորը դեռ է բռնաբարել, ասում է, քախ բանտարկյալ։ Ու բռնում է քախ բանտարկյալը։ Ես պատկերացնում եմ Վարդան Ղուկասյանի իշխանության դեպքում ինչ ալնելու։ Վաո։ Որ լրատվամիջոցը վեկալավ իմ կողմից կալանավորված դատապարտված մարդուն գրեց քախ բանտարկյալ, տվյալ լրատվամիջոցի վզից բռնելու եմ, բերելու եմ, դնեմ, բան, հմեք, իմ ժամանակվա հմեկը լրիվ ուրիշ ալնելու, Հյուսային Կորեա, դնելու եմ հմեք, երկրի դատախազին կամ մեղադրող դատախազին կայնացնելու եմ դեմս, մի ամբյոնես, հաղորդավան դե, ասում եմ դե հիմա գրել ես ընկել լրատվամիջոց քախ բանտարկյալ, մի վարքյան սպասի, դատախազ մեղադրանքը կարդա, մեղադրանքը կարդամ ապացույց ցուցատալու, պիտի ասեմ հիմա եթե դու ուբիդի չարիր, որ այսքանից հետո Գասպարյան Վովան, Արշակ Հակոբյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան եւ այլն, ասես բոզի տղեկ։ Քախ բանտարկյալը աստից գնում ես ուղիղ բերդ, ընկել լրատվամիջոց։ Այդ քախ բանտարկյալ բառը տպելուց 8000 անգամ պիտի խաչական կվես ու սա փաստերը ստուգես նոր տպես։ Հասարակությանը ապա կողնորոշելու, պետական ապարատի նկատմամբ անվստահություններ շնչելու, հանցագործին հասարակության համար արդարացնելու համար, ընկել լրատվամիջոցը փակվում է, խմբագիրներ գնում է Սիբիր, собирать снег, սմա что весь, սմա դա վես։ Որպեսզի յուրաքանչյուր բառի վրա դողակ, ազգային հերոս բառի վրա, որ ամեն մի բոզի տղու սալֆետկի վրա չգրեք տակ ազգային հերոս, քախ բանտարկյալ բառի վրա դողակ, որ ամեն մի թալան չի ղաղ, են վարդկես Գասպարին վեկալ են տանեն փակեն, կասեմ հա, մարդը ուրդ է ինչ տենում է, պարկում է, բորում է, խուլիգան, հարց չկա, ատե կա հանցակազմ չկա, վեկալ են տանեն փակեն, կասեմ հա, Լևոն Քոչարյանը իմ աչքի լույսը չի, բայց Լևոն Քոչարյանին, որ տալը մուսկուլնի, տալան փագին, սխալ փագին, ասում եմ օբյեկտիվ։ Միլիցիա տփում են, սրան ասին դու ես տփում, տալան դուբլին։ Ի տարբերություն էս բոզի տղեքի ես միշտ եղել եմ օբյեկտիվ։ Գասպարյան Վովանի իմ աչքի լույսը չի, բայց միշտ խոսել եմ օբյեկտիվ։ Նու լերովիկը։
Լովիկին ուզում եք փագեք, մարդը բանակի զորացվել են 2008 թվերին էլա միլիարդ ու կեսով, ես իմիշ քաքսարը։ Տարեք փագեք։ Տղաջան, քեզի որտեղից։ Բայց ոչ թե միլիցիա կտփեն։ Մի հատ ասես չէ դու միլիցին տփիչ, գնա փագվի։ Մարդը շարքային քաղաքացի մտավ, ազգային ժողովի պատգամավոր Բերդից հելավ դուրս։ Ատես բանդան նամա։ Չիլնեմ Հայաստանում է լավ։ Էսի քո թուղթն ա գագո։ Հիմա էսիա։ Մայկա տրուսիկ ծախողը լավ տղայա երևա մասարակության աշկին, ընկեր ռոժի։ Ուրիշ լավ տղեկ էլ հետը նստեմ, կոֆե են խմեմ, քաբաբ, խորոված մատերները, սես փորերը, արա բոզլնեմ, կոնաման տղուն, սրա մամային կզստեմ, արա էտի ճիշի էլ աղբեն, մեր աղբորը տարել էին, պագել էին բոզերը, արա ճիշտ ես ասեմ, դոգում խերրիկը, այս ես թեմաներ, ուտե մեկը չկասի, վայց էր նավարին ծծասնեմ, համամասնական ընտրացուցակով։ Ուրիշ բան է ուզում ասի, անցնենք առաջ։ Battery 100%. Connected to Galaxy S32 Ultra. Ուրա ես տղեն։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք պարոն Ղուկաս։ Նորմալ, նախ ես ուզում եմ, եթե հնարավոր է ներկայանաք։ Իսպիրյան Իշխան հոկտեմբերանից Արմավիրի մարզ։ Այո։ Լսում եմ ձեզ, ինչու՞մ է կայանում ձեր բողոքը, քաղաքացի Իսպիրյան։ Տեսեք, վանիկոմատի հետ կապված է իմ խնդիրը։ Ահա։ 2010, հիմա ես 24 տարեկան եմ։ Ահա։ 2018 թվականից անընդհատ հետաձգում են, ունեմ երկկողմանի ծանրալսություն։ Ահա։ Աճից երկրորդ կարգ, ձախից առաջին կարգ։ Այդքան կարևոր չի, հետո։ Նու տեսեք, անընդհատ հետաձգում են, ունեմ ականջի խնդիր։ Ահա։ Ունեմ սրտի արիթմիա եւ լիարդի կիստա։ Ահա։ Նու տեսեք, հիմա խնդիրն ինչու՞մ է կանում, անընդհատ հետաձգում են։ Ի՞նչն են հետաձգում։ Տեսեք, ունեմ սրտի խնդիր։ Ի՞նչն են հետաձգում։ Տեսեք, բանակից հետաձգում են ամեն տարի։ Այո։ Տարի տարկետում են տալիս անընդհատ։ Բանակում ծառայելը հետաձգում են, ասենք ոչ տալիս են բուժում, որ գնաց բուժվես, նոր գնաց ծառայես։ Ու անընդհատ հետաձգում են իրանք, ոչ ինչ-որ ֆինանսական բաներ չունեմ ես, որ ասեմ, ես վիրահատվեմ։ Հարգելի քաղաքացի, մի րոպե։ Քանի որ մի փոքր հետո ես անդրադառնալու եմ այս տարեկետման թեմաներին, որի գլխավոր էպիկենտրոնի հերոս հիմա նստած է բայի մոտ, ես ուզում եմ հասկանամ, դուք ունեք առողջական խնդիրներ եւ ձեզ ամեն տարի են հետաձգում, այլ ոչ թե 3 տարի միանգամից, ճիշտ է։ Տեսեք, մի անգամ հետաձգել են ընդամենը 3 տարի։ Ահա։ Հետո Տեսեք, հիմա այս ամսի պետք է նորից գնամ գեներալնի կոմիսիա, ու ես վստահ եմ, որ նորից հետաձգելու են։ Ինչքան ժամը։ Ստալու ասենք ինչ-որ հիմնավոր պատճառ, որ տղա ջան գնա վիրահատվի, ունես խնդիրներ, գնա վիրահատվի, գնա ծառայության, բարի ծառայություն, ես ծառայությունից ընդհանրապես չեմ խուսափում։ Ահա։ Այսինքն զինկոմիսարիատը ձեզ հետաձգում է, բայց բուժման ծախսը չի հոգում։ 30 տարի է ինչ որ հիմա նորից հետաձգելու, մինչև 30 տարեկան գնալի, ես այդքան ներք չունեմ հետաձգվելու։
Ես հասկացա, այսինքն Արմավիրի զինկոմիսարիատը հետաձգելուց բացի չի հոգում ձեր բուժման ծախսը, ուղեգիր չի տալի, որ դուք գնաք բուժվեք, հետո գնաք բանակ, ես ճիշտ հասկացա։ Ընդհանրապես, ուղեգիր, պարոն Ղուկասյան, տեսեք, ուղեգիրը տալիս է, գնա մի հատ տենակ տղա ջան, ինչ պրոբլեմ ունես։ Հասկացա, գնում ես, պրոբլեմը ֆիքսվում է, հետ ես գալի, վայն կամատը դնում է մի կողմ, տալում կողմ է, գեներալն է ասում է պրոբլեմը կա, դավայ գնա ֆրֆրա, եկող տարի նորից կգաս, ճիշտ է։ Այո։ Բայց եմ ուզում ես լսեմ։ Նոր պրոբլեմա ծնում։ Դու ընկեր վայենկոմ նովա, իմյա, անազգահունի Արմավիրի վայենկոմի։ Մեկ րոպե, հիմա ասեմ, ներկայիս վայենկոմի անունը մեկ րոպե հիմա նշեմ։ Գագիկ Խաչատրյան, ներկայիս վայենկոմը, իսկ նախկին վայենկոմը եղել է Նախկինի վրա թքած։ Գագիկ Խաչատրյանի մոտ, դու մտել ես ասես Գագիկ Խաչատրյան, ինձ ուղեկիր տու, ես գնամ բուժվեմ, եղբայր, ես ուզում եմ ծառայեմ կամ մնամ նարկոզի տակ։ Ինչ ասեմ։ Տեսեք, մտնում ես ընդունարան։ Ահա։ Մտնում եմ ընդունարան, որպեսի դիմում ներկայացնեմ այնտեղ, ասում են գնա գեներալի կոմիսիայի ժամանակ կգաս։ Այսինքն գեներալի կոմիսիայի ժամանակ նորից գնում ես, նորից նույն պատասխանը։ Սա թափ-թփ վիճակ է։ Այնտեղ թղթերը ուզում ես, որ ոսկի քսերոքս, դուք խնդիրները իմանաս, քսերոկոպիա, որ ես իմանամ, որ թվականին գնացել եմ, ինչ պրոբլեմներ ունեմ, չեն տալիս թղթերը։ Ուրեմն ես համոզված եմ, որ Արմավիրի զինկոմ Գագիկ Խաչատրյանը մեզ լսում է։ Ուրեմն ես առաջարկում եմ ձեզ քաղաքացի վաղը գնալ Արմավիրի զինկոմիսարիատ եւ ասել, որ դուք եղել եք մեր հաղորդման օրը եւ պահանջում եք ուղեգիր վիրահատման կամ բուժման։ Եթե ու նայեք տնանք դրանից հետո ձեզ հասանելի օրինական ուղեգիրը տրվում է, թե չի տրվում զինկոմիսարիատի կողմից։ Հուսամ Արմավիրի զինկոմը անպայման կտա այն ուղեգիրը, որը նախատեսված է օրենքով։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Ինչի նայեք մարդը ունի խնդիր լարդ, սիրտ եւ այլն ամեն տարի կանչում ես հուսամ վայենկոմը հասկացավ հա պրիտոմ Արմավիրն դու Արմավիր բառը լսում եմ ես հարգանքով եմ մոտենում սորտիկի ես համարում եմ Արմավիրի հայրենիքը հիմա Վարդան Ղուկասյանը այսպիսի մի պրիզիվնիկ ել վերցրել էր իր աշկի տակ հասկանալու համար ինչի այդ պրիզիվնիկը ոնց որ բոլորը ունեք արշակի տղեն հիվանդի Վովայի տղեն հիվանդի ելով կա Տաունի տղեկը հիվանդին Արշակ Գալստյանի տղեն հիվանդի որի պատճառով ես հայտարարեցի դու չես կարա դառնաս վարչապետ որովհետև հələ մինչև ինքնակենսագրականը քո տղեն չի ծառայե բանակում եւ այլն հիմա էտա գագո Վարդան Ղուկասյանը օբյեկտիվ մարդի Վարդան Ղուկասյանը վեկալիլի մեխաթուղթ ու գրիչ ու գրել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճիշտ է կնիկ խնդրեմ ինչա գրուկ գլխավոր դատախազությունն է պատասխանել է քաղաքացի Վարդան Ղուկասյանին հիշեցնեմ քաղաքացի Վարդան Ղուկասյանին այն որ վերածում Ռուսաստանի քաղաքացիա բան ես քաղաքացի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված եւ ես զինվորական կենտրոնական դատախազությունում ստացված ձեր դիումի կապակցությամբ հայտնում եմ որ նվեր Գագիկի Ծառուկյան արտադրված 2000 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու եւ բարձրացված հարցերի վերաբերյալ կատարվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ Տնենք տաղա Կշավելի գլոբալ Նվեր Ծառուկյանս ում հանրային շահերի պաշտպանն է քրտնախաշելած Սերժի Բոզիս տղա Ազատամարտիկ ներկայացող Արցախյան պատերազմի մասնակից ինչ-որ ասած խլինքի գլուխ Մկրտչյան Դավիթը ում որ կանչում են լրատվամիջոցների ոսից քրտինքը վրից մաքրը մեթը մասեն շոլկով այդ Բոզի տղեն մաքրեմա տակնել գրում են Արցախյան ազատամարտի մասնակից 81 թիվ ծնված
Արցախյան ազատամարտի մեկը չի ասում, այս ղախպի տղեն արտադրվել է 81 թվին։ Ինչ Արցախյան ազատամարտ։ Էս են նույն ղախպի տղեն է, քրտնախաշեղած բոզի տղեն, ով ում հետևից Պավեսկա երեկի թռավ, ասեց ես չեմ հետաքրքրվում։ Գումարած դրան են ասում են, որ զենքերը հատ ձեզի տալիս են, այդ պատերազմ այդ պայմանագրայինների հավաքի զենքերով իջեք Երևան, սրանց ծծրեք, զինված հեղաշրջման կոչ։ Այլ գիշ Քարամյանը չգնաց ասես բոզի տղա այդ զենքերը որ գալու են Երևան, այդու մեր խումբերի գյուլեն։ Այս բոզի տղեն ակտիվացել է, դե Սերժն ասել է ֆաս։ Այդ ակտիվացել է, ինորը մտե ինտերվյու ատալը մեզ անում, ու ասում է նվերիկը, ինչ ասում բոզի, ճիշտ տղա է։ Նվերիկը գողականների հետ ատալը մարնեմ, քո նման գյոտ չի, ինձ ասում։ Բայց չասեմ, ես քեզ չոքսնեմ դեմս, սերդ փոխեմ, բոզի տղա։ Իշքան գողական կա, մամայիդ ծծցնեն, ասում է նվերիկը գողականների հետ ատալը մարնեմ։ Հիմա նվերիկը, որը գողականների հետ ատալը մարնեմ ընկեր Աննա Վարդապետյան, ուզում եմ հասկանամ, բանակ քիչի գնացել նվերիկը, գողականների հետ կարամա տա առնի, կնիկ կարամա շինի, որտեղից երեխա դուր չի գալի, խարխի սպերմն են լցեմ կնգա մեջ, որ երեխա բերի, Աստված սպերմատազոիդներին ասելա նստեք տեղներդ, հեղուկը գնամա, դուք չեք եթեմ։ Դրանից բացի, մենք հեսա, իմիջալոց, ցականում եմ ցույց տալ նվերիկի բանակից ազատվելու փաստաթուղթը, որը որ Վարդան Ղուկասյանը հայթայթել է երկնային գրասենյակի միջոցով։ Նվերիկս ազատվել է ողնաշարի գրիժայով, ինքը գրիժա ունի ողնաշարի վրա։ Մարդ սպանելուց, ախրանայով ջպերով ֆրալուց այդ գրիժեն չի երևում։ Ռուսական զորամաս էին ուզում տանեին, ռուսերն ասեն հելեք ու սիկտիրեղեք, վարկյանական հանին ակտ, որ նվերիկը գրիժա ունի, ուրա նվերիկի թղթեր այդա։ Դեմքին նայում եմ սիրտս խառնում է, նվերիկ, խնդրեմ, էտո մեկ, էտո երկու, դնենք, թող տեսնեն զոհված զինծառայողների ծնողները և մնացած մյուսները ինչով է ազատվել նվերիկը։ Ինչը գրած, Ծառուկյան նվեր Գագիկի 2000 թիվ, Կոտայքի զինկոմիսարիատ եւ այլն, մի րոպե տրվել է զինվորական կոմիսարի ուղեգրով, տեսես երեխեն բաներ ուզում են, ուղեգիր էր ուզում, չկա չեն տվել, 12:07 թիվն էլ բան են գրել, ուղեգրվել է Նատալի Ֆարմ, ստացիոնար ամբուլատոր հետազոտման Նատալի Ֆարմ։ Հետազոտության մեջ գտնվել է 12 հուլիսի 2021 թվականից մինչև 14 հուլիսի 2021 թվականը եւ գանգատներն ա նշված նվերիկի։ Առավոտյան զարթ նմա ոտը թուլ է։ Խերը թուլ չի, որ առավոտյան զարթ նմա նվերիկը գագո։ Թե դու խաբար չես գագո նվերիկի խերը թուլա, թե պինդա։ Էտա մեկ, էտա երկու, տրեցինք տելեգրամ, լրատվամիջոցները կարող են վերցնել, հետո ասեն, մեկ ստացանք, ան ինտերնետում, անհայտ անձը հրապարակել էր նվերիկի բանակից ազատվելը։ Լավ, մի կողմ պահենք նվերիկին, Աննա։ 29/01/2019 թվական Միջադեպ Շշերի Մելոյի թայֆի եւ նվերիկի թայֆի միջև Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա ոստիկանապետին մոտ կանգնած աղբյուրները ասում են MVD-ն կապ չունի, մենք բան չենք թե, այդպես բանից մենք խաբար չենք։ Հիշեցնեմ, որ դեպքի ժամանակ եղան 8 տուժած անձ, 8 հոգի, կապ չունի, որ կողմից ինչքան են, օբշի 8 ջահել տեղափոխվել էր հիվանդանոց, որից մեկը զոհվել էր տեղում, անունը Արտուշ, մյուս մահը, որը եղավ օրեր անց, Հարությունյան Ջիվան, 20 տարեկան տղա էր։
Հարությունյան Ջիվանը մահացավ 10.02.2019 թվական, այսինքն 29-ից մինչև ամսի 10-ը գտնվել է կոմայի մեջ։ Եվ այս, այսինքն 2 զո, 6-ը ծանր վիրավոր, գղ հարազենային։ Բնականաբար առաջանում է գեղեցիկ հարց։ Քանի դատապարտյալ կա այս գործով։ Կարող եք հրահել։ Իհարկե, չեք կարող։ 0։ Այսինքն 2 հոգու ճամփել են քիսոյի մոտ, 6 հոգու շնել հաշվանդամ եւ մինչև օրս 0 դատապարտյալ մարդ չկա։ Ադեն ստեպ չկա։ Օսիպյանի մարդիկ գրգում ասում ինչ ես Օսիպյանին բան ասում, Օսիպյան անմեղա։ Վանեցյանն ասում է ես խաբակ չեմ, ինչ ես Վանեցյանին բան ասում։ Եղբայր 8 հոգու դուբլել են։ Մի հոգի մարդ չի դատվե, բա ինչ ասեն։ Չէ ինչ ասեմ, իրավապահ մարմին, էվեդեն կանշարկը վեկալը կագեբե բռնեիր։ Դատախազությունն կանշարկը վեկալը կագեբե բռնեիր։ Ոչ, պարոն Ծառուկյանս կանչելա ինկասատորնի Աբրաս կանչելա մեր ինկասատորնի համապատասխան կեյսի մեջ տեղադրելա դոլարնիքը եւ ինկասատորնին իվետայ հելելա ինգելա Օսիպյանի կաբինետից Վանեցյանի կաբինետ, Վանեցյանի կաբինետից Արթուր Դավթյանի կաբինետ, Արթուր Դավթյանի կաբինետից դատախազության ու տենց բանը մարզը մանեկ եկե ասելա նստելա Վանեցի դեմը խփելա ծծերան դոլարնիքը դուրս հայկե հաշվել են դրել են Նիկոն տիկին Եվետա դուք ազատ եք դուրս հայկե գնացել Օսիպյանի մոտ դրել այլի մեջը մտելա կաբինետ զարգերո թռերո դոլարնիքը վեք ատենց իվետայ բաժաներա հիմա Օսիպյանը կասի տեխնիկական հնարավորություն չունենք այդ ինչ եք խոսում նման դեպտեղի չի ունեցել էնվետ են խաբար չի բարի Օսիպյան ջան քո խաբարա կարդամ Մավարկ, un moment. Ուրա։ Իմ ձեռքի տակ գաղտնալսման արձանագրությունն է։ Այն որ նստած քուրիգները լսում են ինչ են խոսում իրար։ Այնտեղ խոսում են դե կոմպյուտերը տապամա։ Չկլա, վերջում տապած անում ստորագրում տալում են համապատասխան բաժնին։ Ուրեմն պայմանական գրածա BA բնականաբար փաստաթղթի մեջ ընդ գրում է բն ովա անովա խոսում են իրար միջև գիտեմ ախպերս ասում է բն B գիտեմ ախպերս լավ գիտեմ A էտա լավա էլի էս իրավիճակը որ փոխվել է մենակ զուտ դրանով ես հանգիստ որ մաքուր ես հանգիստ լրվի B ախպեր բայց Մելոն ու Ծառուկյանը մոտիկ չեն իրար հետ A արա են վաղտ պիզդեց են վաղտ մի կուսակցություն էին բան էին ընգերեք եւ այլն B հմի յան են տվե իրարից խոսում են իրար հետ A հա B որովհետև հիշում եմ իրանք իրար հետ օփշի լավ էին իրար հետ A Թուրու թվանքա ապե, մենք դաբրոյով ենք խպե սրանց ջոգիր, խոս ասինքն պարզա ովա ան, ովա բեն։ Մենք չենք կարա դաբրո չունենայինք ախպեր, առաջինը, որ իրանք եկե մեզի խպել են, ախպեր, մենք զանգե կուրսի ենք պահե, B, դե պարզ բանա, ընգեր, A, ենքան մեր մոտ զենք, մենքեր, որ էլելա, էտի սախ իրանք են դրե մեր հետ, մենք ոչ մի բան չենք ունեցե, խոսում են յարետ է, Օսիպյան ասում է հիմքեր չեն եղե, B, դե հասկանալիա, A, մի հատ պեդել չենք ունեցե, ենեք նարդարանեմ, գյուլողը, A, սախ իրանց դաբրոյովա էլե, ու իրանց դաբրոն գիդես ոնցա էլե, իրանց դաբրոն էլելա, ատամ են ունեցե վաղուց պրոստա հա սպասել են թե թեմա լինի,
Ահա սպասել են թեմա լինի, սպասել են, այս բոզի տղեն էլ, որ խմած եկելա ըտե, հետ էլ մի քիչ վատա խոսած է, չի հասկացվում, ընդեղ գրվածը չի հասկացում, պահամանեկի խմած խպելա, հել է ջարդե բանման իտոգում, ինքը չի, Սաբրազիտ արե ծծողը ընգեր, էսի կարա լուրջ հարց ըլնի, ինքը մտածելա խոսքի բանվոր ենք ընգերս, մեզի կնեղացնի ընգեր, ինքն էլ ասենք միանգամից վեսով չի պատկերացրել, որ ծծողը խոսքի ասենք հեսա ըլնելույա, գազա տվե, նրանք էլ հուպ են տվե, տես մի բան, հին թեմաներ հիշել են, հիմա իրանք ճիշտ են, ջոգիր, վերջո, ես աշխատողներ եւ այլն, կարևորը, իրանք պալուբոմ ու սխալեներ է, հադե, շարունակում է ան, որ այդ ձև խփեք, ախպեր մենք օբյեկտ, ինչա ձեզ պետքա ախրանայ, պետքա զենք, պետքա, ինչա պետք, խփեք ու փռեք սաղին գեդին, ջոգում ես, մի հատ կինո ախպեր, այսինքն ցուցում են տվե, այս մարդը հեռախոսով բարդ խոսում է, ապե գյոթլնեմ խոսքի չի հասկացում ինչա գնում ընդեղ, ես այդ մարդուն բեսամբ հարգում եմ էլի խոսքի, են մեկ անասım գագոին, գագո, քեզ հարգում, հա, գագոն մեր քաղաքի համար բգիտեմ ապե, ես կուրսեմ ամեն ինչից, մեռնեմ սրտիտ, լիքը բան ունի արած, սա մի հատված, NVD-ի 7-րդ վարության գաղթալսումը կապված ես դեպքի հետ, որ գագոյինք են զենքը տվե, ասել են գնացեք մտեք, կոտորեք, խպեք, ծխեք, ծաղեն արեք մոլմշ, ախրանա են տվե, մենք տերենք, պարոն Օսիպյանի և Աբազյանի համար և հասարակության, այս գաղտնալսման արձանագրությունը տեղադրում եմ տելեգրամ կանալ, գագո, Գրուկ, պեչատուկ, ստորագրուկ, մարդիկ յանց բենով ասում են, ծառուկյան ենք գրգել էին, որ մտնենք կոտորենք, այդ կոտորողների մեջ զինել են, զենքերը տվել են, ասել են գնացեք, մտվեք, հենա դրինք, շշի, մելոյի սաստավին ծսնք, ծսնողների մեջ այղ է, Սևակ Սետրակյան, Արամիկի, մենք անդրադարձել էինք նախորդ եթերի ժամանակ, այս Արամիկին էլ Սևակ Սետրակյան, Արամիկն էլ եղել էր Դոդի կիլլերը, այսինքն Սևակի հայրը, ով սպանել էր Սոսի Արայիկին և մի երաժիշտ տղու, այսինքն Արամիկը, Արամոն, հիմա Արամոն չգիտեմ քանի տարեկան եղել է կա չկա էտիկասայից հաչյանը, հիմա ժառանգաբար, նույն անձի տղեն դարել է նվերիկի կիլլերը, սրա վերաբերալ էլ, մի կարճ, նյութ քերական գործից, որ չասեն էլի մենք խաբար չենք, փաստերը անբավար արեին, ուրա, հեսա, կարդամ եմ, քերական գործից, Սևակ Սետրակյանը իր խուլիգանական գործողությունների ընթացքում գործադրել է Ֆաբարմ տեսակի այսինչ համարի 12 մմ տրամաչափի գործանային արտադրության ողորկափող որսորդական հրազեն, դրանից կրակոցներ արձակելով։ 2019 թվականի փետրվարի 1-ին Սևակ Սետրակյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նկարագրված պայմաններում անհրաժեշտ է անդրադառնալ Սևակ Սետրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերը եւ պայմանների առկայությունը։ Նախաքննության այս փուլում ողջամտորեն բավարար եւ հիմնավոր ապացույցներ կան Սևակ Սետրակյանի առնչությամբ իրեն մեղսագրված հանցավոր արարքին։ Սետրակյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ փաստական տվյալներով։ Դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչա գրել չգիտեմ, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հեռախոսային խոսակցությունների վերահսկում, որ կարդամ էի,
Ցանցային տվյալների պարզաբանմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների զննության արձանագրությամբ այն մասին, որ Սևակ Սետրակյանի այսինչ հեռախոսահամարը դեպքի պահին գործել է դեպքի վայրը սպասարկած ալեհավաքների կայանի տարածքում, իսկ դրանից հետո մեկնել է Հրազդան, Ծաղկաձոր, Սևան, Գավառ քաղաքներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված օպերատիվ տվյալներով այն մասին, որ Սևակ Սետրակյանը մասնակից է եղել դեպքի ընթացքում կրակոցներ է արձակել իրեն պատկանող Ֆուբարմ տեսակի հրազենից։ ՎԿ Սոնա Դարփինյանի ցուսմունքով, ՎԿ Հարություն Պետրոսյանի ցուսմունքով։ Հիմա հարց։ Սևակ Սետրակյանը Արամիկի կալանավորվել է, դատապարտվել է։ Հարց Նիկոլ Փաշինյանի իրավապահ մարմինների, պարոն Աբազյան, ոչ։ Բայց հալ ապացույցները, ձայնագրությունները, ամեն ինչ, որ կա քրեական գործում, մարդիկ են զոհվել, երկու ջահել տղա զոհվել է։ Նվերիկից ղեկավարած օպերացիայով։ Ինչի ոչ մեկ չի 8 մարմնական վնասված, 2 զոհ, 6 վիրավոր։ Մի հոգի մարդ չի դատվել։ Աննա Վարդապետյան, դիմում են ձեզ։ Այն ժամանակ իհարկե դուք չէիք գլխավոր դատախազը։ Արթուր Դավթյանն էր, այն դհոլ խփող բոզի տղեն։ Հիմա այս մարդիկ պրոստը տակ հավայի տես մեռան, հա։ Համ բանը զենք համատակարարեմ նվերիկս, ախրաննիկ հատալը, ինքն էլ հետները գնմա մարդագյուլը, բայց բանակի համար պիտանի չի, ողնաշարի կիստա ունի։ Ու այսքանից հետո տիկին Ռոզա Ծառուկյանս հլմ կայնամա Մոսկվա Կրեմլ բեմի վրա ասմա բարեգործությունը մեր ընտանիքի վզին դրածը, մեր ընտանիքի դարդն ու ցավն է։ Մի հատ էլ երիտասարդ կանգնմա տիկին Ռոզա Ծառուկյանի կողը 90-ից ծաղիգնի է տալım ու սկսում է երգել։ Խյուրեմ Սուլթան, ավելի շուտ Վալիդե Սուլթան, սպեսիսին չը կոտալու։ Մեր ընտանիքը աշխատասեր ընտանիք է, մեր քրտինքով ենք արել դրել, ամբողջ ընտանիքից աշխատել է մենակ Դոդի Գագոն եւ վերջ։ Ու խնդրեմ օլիգարխնի, Ռոբերտ Քոչարյան, Մուրազատ Փորը մտնես, Լակիրովանի դագաղը մտնես։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանը հիմքատավեսան հարստանալու, բան Նիկոլ Փաշինյան։ Հարց քեզ։ Սիրո համերաշխության հեղափոխությունը իր մեջ նախատեսը մա, որ 8 հոգու գյուլեն փռեն արևի տակ ու քերական պատասխանատվության չենթարկվեն, ինչքան փող ես առե Նիկոլ։ Հա? Հիմա էլ ինչքան դոդական, սերժական, ռոբիկական բոզիս տղեկ կա, սաղին քսի են տվել դոգի վրա։ Որ դուքը փողառնողն են, այս հոդվածների համար, որ այսքան դոդին չգրլե, դոդն ինչ փող կտար, այսինքն խերակելով բանը չի տվել։ Կվեկալ է, չէ՞։ Թեմա հարց, ուր է այս քերական գործը, տիկին Աննա Վարդապետյան։ Մարդ չի, 2 հոգի մեռել է։ Ջուլել են գմբ։ Մարդիկ էլ իրանց, հլեսի մի հատվածն է, այդ հեռախոսային խոսակցության։ Մարդն ասում է զենք հերը տվել են, ախրանան տվել են, ամեն ինչը տվել են։ Եկեմ ատե գյուլել են, փռել են կարել։ Էս քանից դեն, այդ մարդն ինչ ասի։ Մնում ասից են մուրը ծսցնեմ, ես են խփե բռնեք։ Համոզված եմ էդ էլ ասե։ Էլվետ է մինիստր ասում է ես խաբար չեմ, խաբար աղրգմ։ Պարոն Օսիպյան չէ։ Պարոն Օսիպյան, բես ինչ է, ձեր 7-նա չէ լսե։ Եթե ընդունենք Էտենվեդի լիազորությունները սամանափակ էին, լսելա տվելա սրանց, դատախազությունը ջրելա, բանը, վալեց բռեիր, ազգային անվտանգությունը հարց չի տալի, աղբիժն մարդիկ են մեռե, սրանցով գյուլեց, վարդանգոկասան եկավ խպես գնաց, ու այսքանից հետո անլվա բոզի տղեք, հելեմ խոսում են դոգ են վիրավորում, ասում են նվերիկը ճիշտ տղա է, դու հլսնաց մակարդակը նայի, Էդ չգիտեն ինչ անեն, էդ չգիտեն իրանց բոզի տղեքին ոնց արդարացնեն։ Ասում են ճիշտ է, գողականների հետ է տալը մարնը, մակարդակ էլի, Սերժ, հլը դու նայի քոմա, դու ինչ մակարդակի զենք զինամթերք ես հանե լծե իմ դեմ։
քրտնախաշ, լելի կեղտի մեջ կորած, պատերազմից թռած, մանվելի անձնական տասովշի կողի ճնջուլները լափող, բոզի տղուն դու հանե դրել ես իմ դեր, դա եմ ասում վիրավորական, գոնե Շարմազանով ենք սիտայիր։ Բայց ոչ չասեմ մկրչան դավո, գնա մտնի գերեզմանատու, Ռիտային գերեզմանի մեջ ծսսնի, ոչ չասեմ, իհարկե եթե ընդեղ Ռիտա կա պարկած։ Ես համոզված եմ, որ Ռիտա չկա պարկած, համարակային ղրգում եմ ընդեղ ծսսնելու։ Իսկ եթե մի անգամ էլ ես բոզից տղեն կամ քո թայֆից մեկը խոսած, աղջկեքիդ են ծծսնելու իրանց մամայի գերեզմանի վրեն։ Նույնիսկ եմ գնում վստահ եմ, որ ընդեղ Ռիտա չկա։ Ու այսքանից հետո նման անձը գագոյ գալեմ ինտերվյու տալեմ ու հələ մի հատ էլ մշակութային գործիչներ բան հավկում ասեց այս բռնաբարը հələ մի հատ էլ նախապատրաստում են մտցնեն քաղաքականության մեջ ես ուզում եմ զգուշացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին դուք եք այդտեղ բնակվում նամանավանդ կոտայքի բնակիչներին սիրելի բնակիչներ նվերիկի նման աղբը, վարակը, բոզի տղեն ու յա պապայի նման, մաքսիմալ արագ պետք է մեկուսացվեն, քերակատարողական հիմնարկ, բանակ չէ, սա բանակի բան չի, եթե ինքնեք ինքը բանակի բան չի, եթե ինքեր նվերիկը տղալն է, որի հետ կապված ես Դավիթ, Ես Սերժի Դավիթ, ես պորնիկի ծնունդը, գովաբանը մա, հիմա այդյան եմ ասում, բոզի տղա, եթե ինգեր նվերիկը տղա յա, այդ ոչ մեզ գողականների հետ տալեմ, նախ օրենքով գողերի հետ մակարդակի վրա թքեմ ես, որ տալը մարրում են սրա հետ, կարող է միակ հանգամանքը, որ տալը առում են նվերիկ են կտամ, բայց չգիտեմ, որ նվերիկն էլ իանց վրա է աշխատում, նվերիկը յա հորից հեռու չետեմ, սիրեմ ասաղ ծայնագրի, Բայց հետ նվերիկն այդքան դուխով լավ տղայա, ընչի չետեմ բանակ, ծառայի վարդենիսու, հոկտեմբերյանցու, ջանֆիդեցու, կող միասին գնա մտնի կազարմա տղերքի մեջ քննի, հա? Քիչ etəm. Վախմա։ Ախրաննիկովա չէ ֆռմ Երևանի մեջ, բայց ես ախրաննիկով ֆրծնեմ։ Հարց Ինչի իշխանությունը չի ասում տղա ջան դու ելեք բա լակոտն ես ախրաննիկով խես ֆռմ այ բոզի տղա Դու դուխով դու գողերի հետ ես տալը մարնեմ սվոյի ռաֆը ախրանայով էր ֆռա Օրենքով գողեր չէ Բա ելեք բա լակոտն ես 20-21 տարի 23 տարեկան բոզի տղա ես նայում եմ վրա մարդու սիրտը խռռում ախրաննիկով խես ֆռմ Մարդ գյուլել է սիրում գնա սահման Թուրք գյուլի տղա ջան, կարաս, չես կարա, որովհետև ադրբեջանցի զինվոր Ասլանը կամ Միկան, Մհամեդը, վզից էդ կբրնի ենքան կծծծնի, կերակրափողըդ կդարնա արգանդա փող, դու էդքան չկաս, որ դու թուրք զինվորի դեմը կայնես կամ կրվես, նվերիք, Ու ինչ էլ որ ես բոզի տղեն տերորա տարածում Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզում այդ կողի ղախպի տղեկով այդ ակրանիկներով որոնց որ ֆինանսավորը մա պապան Գիկին Ջավահերն էլ գիտի երեխայա դաստիրակե տղայա բերե Այդ չգիտի վիժված կա բերե ու գցելա ազգի ջանին ոչ պետության նապիտանի ոչ մարդու դու կյանք տվել ես բոզի տղա որ երկու ջահել տղու կյանք ես խլե ղախպի սերունդ Հա? Ու մնացել ես անպատիժ Հերդ էլ նստումը հոգեկան իվանդի նման գլուխը ճոճմա այդ բռնաբարող պապատ Ու մի հատ էլ ասում է մեր ընտանիքը բարոյական ընտանիքը Էսա բարոյականը Էլ հուսով եմ էնվեդեն չի կարասի չէ որ Գագոն կապ շունի հենա, ձայնագրությունը հենա, գրացա, Աննա Վարդապետյան, մտի տելեգրամ նայի, քրական գործելը պահանջիլ նայդ ես, ինչի հիման վլայա դատախազությունը, Արթուր Դարցանը, էսպանությունների գործը պակ է, մարդ չի դատվել։ Նիկոլի Հայաստանım, բաներ ուզım, չագուջեր ուզım, ինչ էի, պողպատ է մանդատ, տվին,
Բայց բողպատե մանդատով չես ասեմ գագո սորտը ծծծնեմ, էս ինչա։ Այսինքն դու անգամ չասեցիր գագո, որ սեփական աղջկատ էին ուզում ծծծնեին եւ նկարեին։ Օղորմի այն անվտանգության աշխատակիցների անցավորներին, որ կանխեցին աղջկատ խայտարակությունը։ Կնիկը խայտարակվավ Աշոտ Կարապետյանի հետ կողվելով։ Դրանով են քեզ մինչև այսօր Վովան վախացնամ, որ պուբլիկավատ կանեմ։ Կնիկդ կլինի խայտարակվol Վովայի կողմը վախը մեզ էթաս, այնի պրոֆեսիոնալ բոզիտրայա։ Բա էս էլ նույն Վովայի օրինակներ ու զման են աղջկա ծծծներ, որ դու մոտիկ չեթայր։ Վաղը միսու չնայած ուտից էթաս 19 թվի ոչ եմ գործալը մինչև հիմա ոչ մեկ բան չի, կալանավորված չի։ Ոչ էլ դատված է, չկա, տես քերական գործ գոյություն չունի։ Ու դրա համար է Ռոբա Սերժա Ռոբիկական մամուլը լայնամասշտաբ հարցակ մնացած են Վարդան Ղուկասյանի լիազորությունները հանրային ձայն կուսակցությունում արտագալստյանը դադարեցրել է, արտագալստյանում խռի գլոկնա, որ լիազորություն դադարեցնի, հա։ Կամ այդ լիազորություն դադարեցված փաստաթուղթը ուր է։ Մեկը տեսել է։ Մեկը տեսել են ովքերով են ընդդեմ լիազորությունները թե արտագալստյան թե Վարդան Ղուկասյանի կարա դադարեցնի միայն համագումարը։ Համագումարն է մեզ ընտրել, համագումարն է դադարեցնում։ Ու Վարդան Ղուկասյանի խեռին չի ամենածայլայեղ դեպքում, որ մշակել է այդ Բերթի Կրիսի հետ ինչ անի, ո՞ց անի։ Վարդան Ղուկասյանը վաղը կարա կուսակցություն բացի անունը դնի կուկուլալատու մամբա, ժողովուրդը միանշանակ ձենա տալու։ Կամ արի տակից վերց կուսակցությունը, ստեղ հարցը կուսակցությունը չի։ Փուք, թքեմ կասնեմ առաջ, բան չի մնա այդ կուսակցությունից։ Զուքանի թղթի նման սրբեպ կցեմ։ Ժողովուրդը գալիս է Վարդան Ղուկասյան կերպարի հետևից, ոչ թե կուսակցության։ Կուսակցությունը ֆորմալ փաստաթուղթ է, որ կարողանամ ես գամ ձեր տուն ու տեղը ծածանեմ, իմ խնդիրը դա է։ Իսկ իմ թայֆից կուսակցությունից եթե մեկն ու մեկը կփորձի խաղեր տալ ներկա նախկիների հետ կամ եւ այլն, կշինեմ տեղում։ Անկախ սերից ես կորցնելու ոչ մի բան չունեմ, ոչ խնամի, ոչ հարազատ, ոչ մորքու, ոչ մի բան։ Մեկը պիտի գտնվի, որ ձեր տունը վերջի վերջո շինի։ Մի հոգի մարդ էս 10 միլիոն հայի մեջ պիտի գտնվի, որ ձեր սաղի լծի բերթերը ընդեղից սատկացնի։ Մի հոգի մարդ պիտի լինի, որ նստի Ադրբեջանի կամ Էրդողանի դեմը ճակատապարտ ասի լսի այդ բոզի տղա։ Չիլնի Հայաստան, չիլնի Ադրբեջան, ոչ էլ Թուրքիա։ Ատոմակայանը հովասման համակարգը ոչ եմ կանջատեմ, մամաս կքունեմ, բոզի տղա։ Կողեմ թե ինչ ասեմ աշխարհը։ Ոչ թե Ալիևի նման ղախպի տղե նստի Ֆրանսիային էլ հատատատա դե Հայաստանի քեզ զենք ծախը։ Բոզի տղա Իսրայելը քեզ քիա զենք ծախը։ Քիա հատատատալի ու դե բանակ չկա։ Բանակի մորը շինել եք, զինվորին տարեք օխել եք տրուբի մեջ 5 ամիս բանապան, պոստապան։ Դա էլ մարդը տենեմ ասում է, էս է սրանց բանակը։ Ոնց ուզեմ կշինեմ։ Այս է պատճառը։ Ես սրա վերջն եմ ուզում տամ։ Եվ ընկեր Սերժը, որ հելել է սերժականները, բա Նիկոլին դուք բերիք, Նիկոլին դուք ընտրիք, ազգային ժողովով, ձեր հանրապետական կուսակցությունով, և մի հոգի ձեր հանրապետական կուսակցությունից մինչև էսու չի դատվե։ Չկա, օրինական ուժի մեջ մտա դատավեճ չկա։ Ու նորից պիտի կրկնեմ հանուն օբյեկտիվության, որ Գասպարյան Վովային լուսամուտից էին դուրս գցեմ, դռնից էլ մտնում, դռնից էին դուրս գցեմ, լուսամուտից էլ մտնում, ասում են Նիկոլը գալմա, մաման պիտի քունվի, հազար անգամ ներողություն։ Ինչ էր ասում Սերժը։ Գնա քեզ Կուտոյանը կասի։ Համբերի Վովա։ Դուք հասկանում եք, բերեմ հասարակ օրինակ, են շարմազանովականների համար, սարի թախ, միլիցուն, ոստիկանին, որ ղրգում ես սարի թախ մարդ բերելու, մի հոգով չեն ղրգում, ծելի սաստավ են դնում ղրգում, որ սարի թաղի տղեք են, մուսկուլնի, դուխները տեղը, սարի թախ, ընդե միլիցա չի մտնում մենակով, ոնց որ կոնտ, Սարի թաղի տղեկին հազար անգամ ներողություն, Գասպարյան Վովան կզծրեց։ Մտան տաներով, ջարդին, մարդին, լիմոնկա քաշին քծին, ծխին, աշկ թափին, գմփցրին։ Ցրես չէ։ Սարի թաղի ոնց որ Արտանիշի գումարտակի։ Մեր Արտանիշի գումարտակի չմոն
Եթե տեղափոխում էին այլ զորամաս, գնամն է դառնում են Յախշի։ Այլ զորամասի Յախշին, որ գալը մեր Արդանիշի գումարտակ, դառնում էր Չմոլ։ Հիմա ինչ օրինակ եմ բերում, Սարի թաղի ամենաչմոն, տղեն 24, 25, 27 տարեկան։ Մենակով ծծծրած ունի, են Նիկոլի հետ քայլողներին, որոնք որ Լենագանից քայլելով եկան, հիշենք ովքեր էին քայլողները, Պուպուլը, Դաթումը, Սիսին, ինչեր են անում, Մակիթարը, են երեխեն, Նիկոլը եւ այլն, մնացածից գիշեք էլ հիշում եք։ Բայց Վովան կարացավ Սարի թաղի այդ լավ մուսկուլավոր տղեկին ջարդի փշի արևի տակ։ Արեց։ Ու Գասպարյան Վովան չկարողացավ Նիկոլի քայլող բոզի տղեկին ճամփից այն արշակը կակայինը որ բերբեր ցես քաշում այդ քթերը, այդ ձև քաշեր քթերը անհետ կկորեին։ Ընդամենը մի հատ բառ պիտի ասեր Սերժը։ Վովա զբաղվի։ Պաշտոնապես հայտարարում եմ, Գասպարյան Վովան այդ քայլողներից ոչ մի բան չէր թողնի, հետք չէր մնա, եթե Ձյատլովի Պերևալի վրեն, Ձյատլով խփեք, էլի մի բան կթան, դիակ, միակ եւ այլն, սրանցից դա էլ չէր մնա, Սիսին պիտի կայներ կարմիր բերետավորների դեմը, Պելորը, բան չի, պելոր չի, Պուպուլիկը, Մխիթարը, Դաթումը ով, դրանց մեջ ով էր տղամարդ։ Կմնալ մենակ Չալոն, որովհետև Գասպարովը իր նման սիրում շուն։ Չալոն կմնար։ Ասում եմ, ես օբյեկտիվ։ Լավին լավ, վատին վատ։ Ու այսքանից հետո գալ Սերժանման բոզի տղեկը նստեն ինտերվյու տան, ես մի դոգին ասեն Նիկոլական, իրանք իրանց ներկա ասեն ընդդիմադիր, բոզի տղա որ ընդդիմադիր եք, Սերժը խիբերթում չի։ Նույնց եմ ասում ցանկացած հանրապետական կուսակցության գաղտնի տղու։ Ով որ նստեմ ասում են Նիկոլ, որ չգիտեմ, իրանք կապ չունեն հարց է տալի։ Ինչի։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց Գասպարյան Վովային ծսնել այս բոզի տղեկին։ Այդ մի հարցի պատասխանը թոտան։ Գասպարյան Վովան քշեց գնաց հասավ Ծաղկաձոր։ Սերժը բանկետ էր անում, կերուխում էր, կանում չէր հարցիկեր, ատամ հատիկել էր էթան։ Դաժե ընդեղ եկավ ասեց պարոն վարչապետ, նախագահ, չգիտեմ, ազատիչ, իրավիճակը դուրս է գալու կոնտրոլից։ Դեմը պիտի առնենք, թույլ ես ուշ կիրարեմ այ մարդ։ Ասես գնա քեզ Կուտոյանը կասի, ասես Կուտոյանը 40 քանի պատրոնով, ինքն իան։ Հասկանում եք։ Ու հիմա էլ դրած Դոգի միսն են ծամեմ, ասում են, այլևս ինքը հանրային զայն կուսակցության հետ կամ խերս կերել եք։ Դուք էլ ասողն էլ մամայի հետ։ Ով ասում մի մարդ, ինքնակեսագրությունը ատարից բետարը սուտա, հա, այդ ասվող փաստաթուղթը ուրա, դոկումենտ, ով է թղթի տակ ստորագրե, ովքեր։ Եվ այդ 341 հոգի հանրային զայնի կուսակցության անդամները, են 20-ը նվիրում է միան, կնիկ, մարդ կնիկ եւ այլն, ում համար են եկե անդամագրվել, Արտակ Գալստյանի։ Մի հատ էլ ասում են Վարդան Ղուկասյանով բանը կախատեսվող բանը Ադրբեջանի հարձակում են ուզում շեղեն, մեղայ ասու։ Վարդան Ղուկասյանը ինքը իր կուսակցության մեջ։ Ինչ կուզենա կանի։ Եվ մարդիկ, որոնք որ տվել են կեղծ, ինձ ուրիշ բան չէ, Արտակ Գալստյանը ումա խափե, ումա կցե, տոկոսով փողատավե, այս քաքսակերը եւ ինձ հիմա այդքան կարևոր չի։ Միան այն, որ ինքնակենսագրությունը սկզբից մինչև վերջ կեղծ է, բացի դպրոցը եւ ծննդյան թիվը։ Դարդեն բավական է, որ նման է տազնավորության ասեց եղբայր, դու իրավունք չունես ներկուսակցության նախագահ, առավելևս էլ մի հատ էլ ուզում ես վարչապետ դառնաս։ Մարդ, ով իր կուսակիցների նկատմամբ են ավականու, ասում են ձեզ միլիցիա կտամ, որ դուք Վարդան Ղուկասյանի հետ խոսակ, հիշեցի Սվետլանա Գրիգորյանին։
Տաքսի, դատ կա, դատարան կա։ Էսա, բերդում նստած միլիցիա է տալի, ու 24 ժամ հեռախոսը ձեռը։ Ես սկզբանե մեղադրում էի մենակ Նիկոլին, բանից պարզվավ, որ չէ, ստե Նիկոլը չի, ստե Սերժ Սարգսյանն է գործում, Նիկոլի անվան տակ։ Եվ Սերժ Սարգսյանն է կերեին կեր արտակի գլուխը, ես իմ ինչ էլ լցելով ուղեղը, մտածելով նորից սխալ հաշվարկ անելով, որ բանը Վարդան Ղուկասյանը դա հանրային կուսակցությունն է, ոչ, այդ հանրային կուսակցությունն է Վարդան Ղուկասյան, Սերժ, նորից սխալ է սարի հաշվարկդ, այ բոզի տղա, հարց լուծելուց իմ հետ պիտի լուծել, ոչ թե կուսակցության, վաղը կուսակցություն կբացվի կուկուլալա, մյուս օրը կուզեմ կբացեմ տումանբա դաշինք, ու տումանբա անելով ցեղդ կգամ առաջ։ Ես խոն քո համար Նիկոլը չեմ, որ բերի դրիր 10,000 երեխեքի գլուխներ կերար, Ղարաբաղը հանձնի, հիմա հերթը Սյունիքինն է։ Հասկանում ես, Սերժ։ Եվ ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Քո աղբի տղեկից, որ անգամ տաքսու փող չունեն, մեկը իմ անունը մի անգամ էլ տվեց, ես քո աղջիկին երբեք չեմ կպել, կնոջդ եւս։ Ես քո տեղելն եմ այս քրտնախ աշեղած բոզի տղուն կբերեմ կծածացնեմ, կասեմ աղբի տղա, դու ուրիշ հերոսի անուն չգիտեի, եթե իհարկե դու չես քսի տվել։ Կամ Գագոնա քսի տվել, որովհետև Գագոյի տղուն էր գովում, ասում են նվերիկը ճիշտ տղա է, գողականների հետ է տալը մարնում։ Ու այս բոզի տղուն լսում եմ։ Այսինքն ինչ առումով կանչում են ինտերվյու են վեգալը։ Տունը բերեմ խապեմ սրանալով ռեմոտա վասմեկ կանիշիկներ է խապեմ տան մեջ, հոգեկան հիվանդա։ Բա գողական ճշտի սիրող տղեն կեղծ բժշկական փաստաթղթով ազատվում է բանակից։ Կոտայքի մարզում ինչքան ծառայած տղա կա, նվերի քեզի ծածացրած ունեն։ Դու բոզի տղա ես։ Նարկահերդ գիտի որ նարկաման ես։ Գագո։ Տողուդ վեկալտար նարկոդիսպանսեր, ես լուրջ բան եմ ասում։ Տողուդ վեկալտար նարկոդիսպանսեր կայնի գլխին անալիզը վեկալ, տես որ տղետ նարկաման է։ Ես ուզում եմ Գագո, դու մի բան հաշվի առնես։ Այ ես քեզ իրոք ստեղ ես քո հետ խոսում եմ լրիվ ազնիվ։ Այդ սաղ ինձ ստեղծել ես։ Կայսրությունը, այրան, թալանի, կոռուպցիայի, մարդասպանության հողի վրա, մարդկային ճակատագրերի, այդ ինչ սաղ ստեղծել ես։ Քո կյանքի արևը մտնում արդեն։ Արևիդ կիսը հորիզոնի տակն է։ Օվկիանոս եղել ես։ Այն որ արևը սենց իջնում, մենք գտնում ես կեսնա կուլիկ, սա կնաց տակը։ Այդ վիճակն է քո մոտ։ Կես արդեն տակն է։ Մի գեղեցիկ որ կարող է ինֆակտը խփի։ Ու գնաս քրիստիկի փմբուկը մոտիկից տենաս։ Քրիստիկը պատկերացնում է ոսկե նստի բենիդ։ Դու հասկացի, որ այդ ամբողջ կապիտալդ տնօրինելու է մի մարդ, ով նարկաման է, տղետ։ Տնօրինելու է մի մարդ, ով տալի առնում է, որից դու քեզ լավ ես զգում, գողերի հետ։ Քեզ ինչ է թվում։ Ինչ է մնալու քո կայսրությունից։ Այդ հիմա դու կաս, մի քիչ քեզնից սենց շուգա տնելով, գողերը տղուտ չեն ծսցնում։ Վաղը մյուս օր որ չեղար, այդ ինչ կա չկա, այդ նույն այդ բազարով տղուտ կզսնելու են ձերից ինչ կա չկա առնեն։ Եվ շատ ճիշտ կանեն։ Պրոստը այդ ժամանակ ես հուսամ, որ իրանք չեն առնի, այլ պետությունը կառնի։ Ես։ Այդ ամենը պիտի պետականացվի։ Քեզ մնալու է 2 սենյականոց բնակարան Լովիկեն շենքում, որտեղ կապրի Տիկին Ջավահիրը եւ մայրդ։ Աղջիկը թո պապային տիրություն անեն։ Ման մամային, իսկ տղետ ու այն մյուս իմբիցիլ տղետ, այն իմբիցիլը կետա բանակ կետա Բերտ սպանության հոդվածով, որը որ կատարել է 19 թվականին, չհաշված բազում հանցագործություններ։ Դու հասկացի, սա դու սխալ ես դաստիարակե քո բջին։ Քո նվերիկը նվերա դառնալու քո համար։ Նվեր, էդի աստծու նվերն է, եթե կա։ Ես ինչի չեմ գրլում Ռոբերտ Քոչարյանի Սեթոին։ Ինչի։ Չափված, ձևած, դաստիարակված, կիրթ հանձնավորություն։ Ինչի չեմ գրլում Լովիկին, խի չեմ ասում նարկամանա, խի չեմ ասում մարդասպանա։
Իմ աշկի լույսը չի չէ։ Այնպես մենք օբյեկտիվ։ Մարդը չի ինչ լավ կով որ ստացվել է Ռոբերտ Քոչարյանի մոտ, էդի ճիշտ ընտանիք դասիրակելն է։ Մենք տասնամյակներով չենք իմացել, որ այդ մարդը աղջիկ ունի։ Դա մայ ստիկին բելոին հարգում եմ։ Բայց դու մարդկային վիժված ես դաստիրակել ու գցել ես հասարակության ջանին։ Ախրան ջպերով, մպերով, պրադով, իշտվա, արա սաղիտ կարն է մարա, խերս կուտես, բոզի տաղավ։ Ասկա, ասում եմ, խի լովիկին բան չեմ ասում։ Խո մարդկանց գլխին սարքելով չի։ Իսկ գասպանյան ով այդ մի անգամ ընթարում եղավ, մի անգամ ավել չեղե, եւ որ ասեց ջեբը բանկ ցեք բռնեք, ասի ես դա չեմ անի։ Սես ոնց, սիտենց։ Գնամ 5 օր, 7 օր, 10 օր, պոչից ման կգամ, մի հատ քակ կբռնեմ, կջարդեմ գլխին, փաստո, բայց ես մարդու ջեբը բանկ չեմ գցի։ Մտածեց, ասեց դե գնա բռնի։ It's okay։ Սարքել իմ մոտ չկա, ձեզանից ոչ մեկի գլխին, սարքել պետք չի, դուք ձեր գլխին արդեն վաղուց սարքել եք։ Վաղուց։ Ու ես շմոն, որը կոչում է Նիկոլ Փաշինյան, ես խռի գլուխը, որը սեփական ընտանիքը, սեփական աղջկան չի կարողանում պաշտպանել, սա հայրենիք ո՞նց է պաշտպանելու։ Սա չի կանչե շաս է Արթուր Դավթյան 8 հոգի մարդ, երկուսը զոհվել են 6-ը վիրավոր են եղել, ինչի մարդ չի դատվել։ Տիկին Աննա Վարդապետյան, դուք այն ժամանակ չեք եղել, բայց քերական գործը պահանջի նայ, այ կնիկ։ Պողպատ է մանդատերուզը միամիտ ոչ հաժողովուրդ էլ մանդատը տվեց և Ռոբերտ Քոչարյան վաղեմության ժամկետ, Սերժ Սարգսյան վաղեմության ժամկետ, նվերիկս վապշե բան չարե, դոդի գագոր ֆտրա։ Դոկ, բոլոր լրատվամիջոցներով, դոկ։ Դոգը ձեր տուն ու տեղը ծածացնելու է, դոգը, հենց անձամբ դոգը, ուրիշ ոչ մեկ։ Եվ ես կրկին դիմում եմ, նորից տեղեկացնում եմ հանրային ձայն կուսակցության բոլոր անդամներին։ Ամսի 19-ին Մարիոթ հյուրանոցում Տիգրան Մեզդալիչում տեղի կունենա կուսակցականների պահանջով համագումար։ Հրավիրում են նաև լրատվամիջոցների մուտքը անձը հաստատող բանով փաստաթղթերով, առհասարակ բոլորի մուտքը անձը հաստատող փաստաթղթերով։ Դալիճում ծխելը արգելվում է, կտրող ծակող գործիքներով մուտքը արգելվում է։ Լինելու է պոտենցիալ շմոն։ Որտեղ սա նորմալ հիմնակ։ Ինչպես նաև այդ օրը ժամը 17:00-ին տեղի է ունենալու Վարդան Ղուկասյանի գրքի շնորհանդեսը, ամենափնտրված չհանցագործը, որը վաճառվելու է իմ ստորագրությամբ։ Ինչպես նաև ուզում եմ տեղեկացնել, որ սկսվել է նաև ինտերնետ վաճառքը Հայաստանի համար եւ Ռուսաստանի Դաշնության համար։ Վաճառքի ձևը բնույթը տեղադրված է իմ Telegram կանալում, ինչպես նաև Facebook-յան էջով։ Շատ շուտով կսկսվի վաճառքը նաև Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար ամենափնտրված չհանցագործը գիրքը։ Ուստի իմ երկրպագուներին, այդպես ասեմ, ոնց որ Գասպարյան Վովային էր ասում իմ երկրպագունա, իմ երկրպագուներին, հետևորդներին, ինձ հավատացողներին, լսողներին եւ այլն բոլորին հրավիրում եմ այդ օրը իմ գրքի շնորհանդեսին։ Ժամը 17:00-ից սկսած, որից հետո կլինի համագումարը։ Եվ համագումարը կընտրի ով է լինելու կուսակցության նախագահ, ով է ըլնում goodbye my love։ Եվ բոլորը այդ թվում Սերժ Ռոբիգական կլանը վերջի վերջո հասկացեք, ձեր հին տեխնոլոգիաները այլևս իրենց սպառել են։ Միակ խնդիրը Վարդան Ղուկասյանի հետ հարցերը լուծել, կուսակցություն, փակել, բացել, խառնել, Արտակ Գալստյան առնել, ծախել, չգիտեմ, բոզի շառանել, ինչը նեմա։ Այս մարդուն վերացնելն է։ Մերճոցով։ Կամ ես պիտի հիասթափվեմ գնամ։ Ես հիասթափվողը չեմ։ Ես երբեք չեմ հիասթափվել, երբեք զատնի չեմ դրել, ոչ մի հարցում։ Ես կատաղած շան նման ընկել եմ Էնցելի հետևից, որին որ պիտի հասնեմ, ավելի շուտ գայլի, Վովան էլ գիտեր, իմ խորհրդանիշը գայլն է։ Հիշում ես Վովա քեզ գայլի գլուխ քանդակած նվեր տվի, ասիր, էս ինչ է, ասի իմ խորհրդանիշն է։
Գալերը շատ դժվար են հավատարմություն ցուցաբերում, բայց եթե հավատարմություն են ցուցաբերում եւ ումը որ ցուցաբերել ენი քակամա հավատարմության մեջ, գալը հոշոտը մա դրան։ Հասկացնելով քեզ, որ ես քեզ հավատարմություն եմ ցուցաբերել, բայց եթե դու մի օր քակես այդ հավատարմության մեջ, ես քեզ ծծնելու եմ տնով տեղով։ Ինչը որ տեղի ունեցավ։ Հիշում ես։ Այդ գալի գլուխն էլ կաբինետումը չէր կախե, վախը մեիր։ Տվել էր ընդունարանում էր դրած։ Կավից քանդակած, սիրում գել էր բերանը բաց։ Այսօր այսքանը, շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ հունվարի 19-ին լինելու է հանրային ձայն կուսակցության համագումարը։ Տեղերը սահմանափակ են։ Կուսակցության անդամների ներկայությունը պարտադիր է համագումարին։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։ Իսկ գլխավոր դատախազությունը խնդրեմ, թող թութանակը դրածա, թող բացի վերանայի եւ տենա, ինչի զոհվեցին այդ երկու երիտասարդները։ Հաջողություն ձեզ։